Շքեղ երեկույթի թեժ պահին մի հղի կին փորձում է իր ցավը թաքցնել բեմադրված ժպիտի հետում։ Բայց երբ ամուսինը բոլորի աչքի առաջ դաժանաբար հարվածում է նրան, ամբողջ սրահը լռում է։ Հենց այդ պահին ձմեռ պապի կերպարանքով մի մարդ փոխում է ամեն ինչի ընթացքը։ Եթե այս պատմությունը ձեզ հետաքրքրեց, մի մոռացեք բաժանորդագրվել մեր ալիքին, ասեք մեզ, թե որ քաղաքից եք մեզ դիտում։ Շարունակենք։ Խոստանում եմ, որ սա լինելու է լավագույն պատմությունը, որ երբեք լսել եք ձեր կյանքում։ Երանի Արմենիա Մարիոթ հյուրանոցի սրահն այդ դեկտեմբերյան գիշեր փայլում էր, ինչպես երբեք։ Բյուրեղապակյա ջահերը կախված էին բարձր առաստաղից, ոսկեգույն լույսն արտացոլելով խնամքով շպարված դեմքերի բեմադրված ժպիտների վրա։ Դա ավանդական ամանորյա գալա երեկույթն էր, որը համախմբել էր երանյան շինարարության ոլորտի ամենաազդեցիկ դեմքերին, նրանց, ովքեր կերտում էին քաղաքի ուրվագիծը միլիարդավոր դրամների պայմանագրեր կնքում։ Ֆրանսիական շամպայնի գավաթների սպիտակ ձեռնոցներով մատուցողների մատուցած խորտիկների միջավայրում հայտնի դեմքեր, գործարարներ։ Աղաքական գործիչներ շրջում էին ինչպես անտեսանելի շախմատի խաղատախտակի խաղաքարեր, որտեղ յուրաքանչյուր քայլ ուներ իր նպատակը, յուրաքանչյուր ձեռքսեղմում կնքում էր լուռ համաձայնություններ։ Անահիտ Մանուկյան-Պետրոսյանը չափված քայլերով անցնում էր սրահով, զգալով զմրուխտե կանաչ մետաքսե զգեստի ծանրությունը, որը ձգված էր իր 7 ամսական փորի վրա։ Նրա ձեռքերն բնազդաբար դրված էին կլորացած որովայնին, մի ժեստ, որը դարձել էր ավտոմատ, պաշտպանական։ Շագանակագույն մազերը փափուկ ալիքներով թափվում էին մերկ ուսերին, իսկ կարմիր շրթներկը գծում էր մի ժպիտ, որը չէր հասնում աչքերին։ 28 տարեկանում նա պետք է փայլեր, լիներ երջանիկ, շրջապատված հոգատարությամբ, ուշադրությամբ։ Դա նրա առաջին հղիությունն էր։ Պետք է կախարդական պահ լիներ։ Բայց շուրջը նայելիս այն ամենը, ինչ նա զգում էր, շքեղությամբ քողարկված մի հսկայական դատարկություն էր։ Նրա կողքին Դավիթ Պետրոսյանը աշխուժորեն զրուցում էր ներդրողների մի խմբի հետ։ Բարձրահասակ, լայնաթիկունք սմազերը հետ սանրած, նրանից բխում էր այն բեմադրված վստահությունը, որը բնորոշ է ին տղամարդկանց, ովքեր վաղ են սովորել հմայքը վերածել իշխանության։ 35 տարեկանում Դավիթը կայսրություն էր կառուցել։ Պետրոսյան շինը պատասխանատու էր Երանի, Գյումրի Վանաձորի ամենահեղինակավոր արտրային շենքերից մի քանիսի համար։ Նրա անունը գործարար ամսագրերի շապիկներին էր, նրա կարծիքը մեջբերվում էր տնտեսական սյունակներում։ Նա հստակ գիտեր, թե ինչպես գլուխը թեքել լսելիս, ինչպես հաշվարկված ամրությամբ սեղմել ձեռքը, ինչպես ստիպել իր շրջապատի յուրաքանչյուր մարդու զգալ, որ նա սրահի ամենակարոր անձն է։ Անահիտն այս ամենին հետում էր դառը ծանոթությամբ։ Գիտեր յուրաքանչյուր ժեստ, յուրաքանչյուր հնչերանգ։ Ամուսնության առաջին տարիներին դա նրան հմայում էր։ Դավիթը եռանդուն էր, հավակնոտ, սիրահարված իր գործին։ Նա հենց դրան էր սիրահարվել, այն ձին, թե ինչպես էր խոսում քաղաքային լանդշաֆտը փոխելու, ժառանգություն թողնելու մասին։ Բայց ժամանակի ընթացքում Անահիտը հասկացավ, որ Դավթի գիրքը բացառապես իր կառուցած կայսրության հանդեպ էր։ Ինքը, ինչպես մնացած ամեն ինչ նրա կյանքում, պարզապես դեկորացիայի մի մաս էր։ Մի գեղեցիկ աքսեսուար, նմանատիպ միջոցառումների համար։ Հղիությունը ոչինչ չէր փոխել։ Կամ ավելի ճիշտ, վատթարացրել էր ամեն ինչ։ Դավիթը հազիվ էր հարցնում, թե ինչպես է նա իրեն զգում, չէր գնում բժշկական այցելությունների, հետաքրքրություն չէր ցուցաբերում երեխայի սենյակը պատրաստելու հարցում։ Երբ Անահիտը փորձում էր խոսել անունների, ապագայի մասին, նա խուսափում էր թեմայից, անորոշ ժպիտով կարոր հանդիպումների մասին որե պատրվակով։ Նա իրեն անտեսանելի էր զգում սեփական տանը, մի ուրվական, որը շրջում էր կենտրոնի իրենց ձեղնահարկի դատարկ սենյակներով, սպասելով ուշադրության փշրանքների, որոնք երբեք չէին գալիս։ Սակայն այդ գիշեր անտարբերությունից ավելի վատ բան կար։ Կար Լիլիթը։ Լիլիթ Վարդանյանը Դավթի գործադիր օգնականն էր արդեն 3 տարի։ 26 տարեկանում նա այն ամենն էր, ինչ Անահիտը լինում էր մինչ հղիությունը, նիհար, անթերի, միշտ հագնված կատարյալ դերձակված հագուստով բարձրակրունկներով։ Շիկահեր, ուղիղ մազեր, կարմիր եղունգներ, թանկարժեք օծանելիք։ Արդյունավետ, խելացի, միշտ 2 քայլ առաջ։ Անահիտը գիտե, որ յուրաքանչյուր ընկերությանն անհրաժեշտ են այդպիսի կազմակերպված նվիրված մարդիկ։ Բայց Լիլիթը նվիրված էր ոչ միայն աշխատանքին։ Նա նվիրված էր Դավթին։ Անահիտը դա նկատում էր մանրուքներում։ Այն ծով, թե ինչպես էր Լիլիթը թեքվում փաստաթղթեր հանձնելիս, շփվելով նրա թին։
Անհաջող կատակների վրա չափազանցված ծիծաղով։ Այն ծով, թե ինչպես էր նայում Դավթին, երբ կարծում էր, թե ոչ ոք չի տեսնում։ Եվ ամենակարևորը, այն ծով, թե ինչպես էր Դավիթը փոխադարձում։ Հեռախոսի հաղորդագրությունները, որոնք նա թաքցնում էր, հանդիպումները, որոնք ձգվում էին մինչ ուշ գիշեր, գործուղումները, որոնց Լիլիթը միշտ ներկա էր։ Այդ գալա երեկոյին Լիլիթը կրում էր ձիգ զգեստ, համարձակ լանջաբացվածքով։ Նա շրջում էր հյուրերի միջ, ձեռքին գավաթ, ողջունում հաճախորդներին, ժպտում լուսանկարիչներին։ Բայց միշտ վերադառնում էր Դավթի մոտ։ Միշտ։ Անահիտը փորձեց հեռանալ, գնալ դեպի ֆուրշետի սեղանները, շունչ քաշել։ Բայց Դավիթը բռնեց նրա թից։ Մի քանի լուսանկար պետք է անենք, ասաց նա, ուղիղ չնայելով կնոջը։ Կարող է ընկերության իմիջի համար։ Անահիտը լուռ գլխով արեց։ Ամիսներ շարունակ նա հրաժարվել էր վիճելուց։ Ամիսներ շարունակ կուլ էր տվել նվաստացումները, բացակայությունները, կասկածները։ Ի վերջո, նա հղի էր։ Պետք է հանգստություն պահպաներ, մտածեր երեխայի մասին։ Այդպես էին ասում բոլորը։ Նրա մայրը Նունեն, որն ամեն օր անհանգիստ զանգում էր։ Ընկերուհիները, որոնք ցածրաձայն խոսում էին Դավթի Լիլիթի մասին լուրերի շուրջ։ Բժիշկը, որը խորհուրդ էր տալիս խուսափել սթրեսից։ Նրանք միասին կանգնեցին Պետրոսյան շին ի լոգոտիպով լուսավորված պաստառի առջ։ Դավիթը գրկեց նրա մեջքը, բեմադրված ամրությամբ իրեն մոտեցնելով։ Անահիտը ստիպված ժպտաց։ Լուսանկարչական լույսերը վառվեցին։ Լուսանկարիչները հրահանգներ էին բղավում։ Դավիթը լայն, կատարյալ ժպտում էր։ Անահիտը գիտեր, որ այդ լուսանկարները հաջորդ օրը կլինեն ընկերության սոցիալական ցանցերում, ուղեկցվելով ընտանիքի, արժեքների, ավանդույթների մասին մակագրություններով։ Երբ լուսանկարիչները վերջապես հեռացան, Դավիթն անմիջապես բաց թողեց նրան, կարծես հպումն այրում էր։ Նա շուրջը նայեց, ինչ-որ մեկին փնտրելով։ Լիլիթը հայտնվեց վայրկյաններ անց, ձեռքին պլանշետ։ Դավիթ, ասոցիացիայի նախագահը ցանկանում է խոսել ձեզ հետ։ Այնտեղ է, գլխավոր սեղանի մոտ։ Նա ուղղեց բաճկոնը, ձեռքով անցավ մազերի միջով։ Հիմա կգամ։ Ինձ կուղեկցես։ Լիլիթը ժպտաց։ Իհարկե։ Նրանք միասին հեռացան, Անահիտին թողնելով մենակ լուսանկարների պաստառի մոտ։ Նա մի պահ կանգնած մնաց այնտեղ, զգալով զգեստի, կրունկների, փորի, կեղծիքի ծանրությունը։ Շուրջ բոլորը մարդիկ զրուցում էին, ծիծաղում, կապեր հաստատում։ Ոչ ոք կարծես չէր նկատում, որ նա գոյություն ունի։ Անահիտը դանդաղ քայլեց դեպի կողային սեղաններից մեկը նստեց։ Մեջքը ցավում էր։ Երեխան շարժվեց, թեթ հարվածելով կողերին։ Նա ձեռքը դրեց որովայնին, մի պահ փակեց աչքերը։ Գոնե դու այստեղ ես ինձ հետ, շնջաց նա ցածրաձայն, որպեսի ոչ ոք չլսի, բացի իրենից երեխայից, որին կրում էր։ Հենց այդ ժամանակ նա լսեց ծանոթ ձայնը։ Անահիտ։ Նա բացեց աչքերը, տեսավ Նունեին, իր մորը, որը քայլում էր իր ուղղությամբ։ 52 տարեկանում Նունեն պահպանել էր այն բնական նրբագեղությունը, որը բնորոշ է նրանց, ովքեր միշտ իմացել են իրենց արժանապատվորեն պահել։ Կարճ, զուսպ շագանակագույն ներկված մազեր, դասական մուգ կապույտ զգեստ, մարգարտյա վզնոց։ Նա մոտեցավ, ամուր բռնեց դստեր ձեռքերը։ Ինչպե՞ս ես, աղջիկս։ Անահիտը փորձեց ժպտալ։ Լավ եմ, մամ։ Նունեն չխաբվեց։ Նստեց դստեր կողքին, իջեցրեց ձայնը։ Դու լավ չես։ Ես քեզ ճանաչում եմ ծնված օրվանից, Անահիտ։ Ինձ հետ ձացնելու կարիք չկա։ Անահիտի աչքերը լցվեցին արցունքներով, բայց նա զսպեց դրանք։ Չէր կարող լաց լինել այնտեղ, այդքան մարդկանց մեջ։ Չէր կարող քանդվել։ Մամ, խնդրում եմ։ Ոչ այստեղ։ Նունեն ուժգին սեղմեց դստեր ձեռքը։ Հայրդ անհանգստացած է։ Ես եմ անհանգստացած։ Դու այլս մեզ այցի չես գալիս։ Հազիվ ես պատասխանում մեր զանգերին։ Անահիտ, դու պարտավոր չես միայնակ անցնել այս ամենի միջով։ Անահիտը կոկորդում հանգույց զգաց։ Արդեն 3 տարի էր, ինչ հեռացել էր ծնողներից։ Ոչ թե իր ընտրությամբ, այլ ճնշման տակ։ Դավիթը միշտ հասկացրել էր, որ լավ հարաբերությունների մեջ չէ Արմենի, Անահիտի հոր հետ։
Ասում էր, որ նա վերահսկող է, հնաոճ, ամեն ինչին խառնվող։ Որ ուզում է ամեն ինչի մասին կարծիք հայտնել։ Որ չի հարգում զույգի ազատությունը։ Ժամանակի ընթացքում Անահիտը զիջել էր, կրճատելով այցելությունները, հեռախոսազանգերը, կիրակնօրյա ճաշերը։ Հեռացել էր ընտանիքից, որը միշտ սիրել էր իրեն, փորձելով փրկել մի ամուսնություն, որն արդեն կորած էր նախքան սկսվելը։ Ես հղի եմ, մամ։ Պարզապես հոգնած եմ։ Նունեն խորը շունչ քաշեց։ Նայեց շուրջը, նկատեց Դավթին սրահի մյուս կողմում, շրջապատված կոստյումներով, տղամարդկանցով, էլեգանտ կանանցով։ Լիլիթը նրա կողքին էր, ծիծաղում էր ինչ-որ մեկի ասածի վրա։ Անահիտ, նայիր ինձ։ Անահիտը բարձրացրեց աչքերը։ Դու ինձ չես խաբում։ Եվ ես լուր չեմ մնալու, տեսնելով, թե ինչպես է աղջիկս իրեն ոչնչացնում մի տղամարդու պատճառով, որը քեզ չի գնահատում։ Դու ավելիին ես արժանի։ Այս երեխան ավելիին է արժանի։ Մոր խոսքերն Անահիտի ներսում հնչեցին ինչպես հարված ստամոքսին։ Նա գիտեր, որ Նունեն ճիշտ էր։ Գիտեր դա ամիսներ շարունակ։ Բայց ճշմարտությունը խոստովանելը նշանակում էր որոշում կայացնել։ Եվ Անահիտը վախենում էր։ Վախենում էր մենակ մնալուց, վախենում էր անց հոր երեխա մեծացնելուց, վախենում էր խոստովանելուց, որ իր կյանքի տարիները վատնել է մի պատրանքի վրա։ Նախքան նա կկարողանար պատասխանել, մի տղամարդ մոտեցավ սեղանին։ Անահիտն անմիջապես ճանաչեց դեմքը։ Դա Արմենն էր, իր հայրը։ Արմեն Մանուկյանը հարգված գործարար էր ՏՏ ոլորտում։ 55 տարեկանում նա պահպանում էր այն ամուր կեցվածքը, որը բնորոշ է նրանց, ովքեր ամեն ինչ զրոյից են կառուցել, այն ժամանակներից, երբ դռնեդուռ համակարգչային սարքավորումներ էր վաճառում, մինչ երկրի խոշորագույն կորպորատիվ ծրագրային ապահովման դիստրիբյուտորներից մեկը հիմնելը։ Նա կրում էր էլեգանտ մոխրագույն կոստյում, բայց նրա դեմքին ինչ-որ տարօրինակ բան կար։ Լարված արտահայտություն, տարօրինակ փայլ աչքերում։ Անահիտ, ասաց նա, բռնելով դստեր ձեռքը։ Ուրախ եմ քեզ տեսնել։ Նա նկատեց, որ հայրը շուրջն է նայում, կարծես ինչ-որ մեկին է փնտրում։ Հայր, ինչ ես անում այստեղ։ Արմենը արագ հայացք փոխանակեց Նունեի հետ։ Եկել եմ աղջկաս տեսնելու։ Ամանոր է, Անահիտ։ Ընտանիքի ժամանակն է։ Նրա ձայնի մեջ ինչ-որ բան կար, որ Անահիտը չէր կարողանում վերծանել։ Զսպված հրատապություն։ Բայց նախքան նա կկարողանար ավելին հարցնել, լսեց Դավթի ձայնը իր հետից։ Պարոն Արմեն։ Ինչ անակնկալ։ Դավթի տոնը քաղաքավարի էր, բայց սառը։ Նա ձեռքը մեկնեց աներոջը, որը չափազանց ուժգին սեղմեց այն։ Երկու տղամարդիկ իրար նայեցին մի վայրկյան, որը կարծես հավերժություն տեց։ Անահիտը ճանաչում էր այդ հայացքը։ Նախկինում տեսել էր, թե ինչպես են նրանք բախվում քաղաքականության, բիզնեսի, արժեքների շուրջ վեճերում։ Երբեք իրար չէին հասկացել։ Երբեք իրար չէին հարգել։ Դավիթ, ողջունեց Արմենը։ Տեսնում եմ, շարունակում ես այս հոյակապ միջոցառումները կազմակերպել։ Դավիթը ժպտաց, բայց ժպիտը չհասավ աչքերին։ Ավանդույթ է։ Հաճախորդներին դուր է գալիս։ Իսկ դուք շարունակում եք ամուր մնալ ՏՏ ոլորտում։ Ամուր աճող։ Ի տարբերություն որոշ ոլորտների, որոնք հետաքննությունների են ենթարկվում, այնպես չէ։ Մթնոլորտը սառեց։ Անահիտը զգաց նրանց միջ ծանր օդը։ Նունեն բռնեց ամուսնու թից, նախազգուշացնող ժեստով։ Դավիթը պահպանեց ինքնատիրապետումը, բայց Անահիտը տեսավ, թե ինչպես կծկվեց նրա ծնոտը։ Չգիտեմ, ինչի մասին եք խոսում, պարոն Արմեն։ Իհարկե գիտես։ Ես թերթեր եմ կարդում։ Լսում եմ կուլիսային խոսակցությունները։ Քո անունը հիշատակվում է այնպիսի շրջանակներում, որոնք այնքան էլ գովասանական չեն։ Դավիթը մի քայլ առաջ արեց, ներխուժելով Արմենի անձնական տարածք։ Զգույշ եղիր, թե ինչ ես ասում, Արմեն։ Զրպարտությունը հանցագործություն է։ Ճշմարտությունն էլ ճշմարտություն է, Դավիթ։ Եվ այն միշտ ի հայտ է գալիս։ Անահիտը ոտքի կանգնեց, փորձելով միջամտել։ Հայր, խնդրում եմ։ Ոչ այստեղ։ Բայց Արմենը հայացքը չկտրեց Դավթից։ Իմ աղջիկը հղի է, ուժասպառ մենակ մի ամուսնության մեջ, որը պետք է ապահով նավահանգիստ լիներ։
Կարծում ես, ես չեմ տեսնում։ Կարծում ես, չգիտեմ ինչ է կատարվում։ Դավիթը բռունցքները սեղմեց։ Լիլիթը հայտնվեց նրա կողքին, ինչպես միշտ, բայց այս անգամ Նունեն նրան այնպիսի սուր հայացքով նայեց, որ նա ստիպված եղավ նահանջել։ Դու ոչինչ չգիտես, Արմեն։ Եվ իրավունք չունես գալ այստեղ, իմ երեկույթին, փորձել ինձ վարկաբեկել։ Քո երեկույթին։ Զվարճալի է։ Կարծում էի։ Սա կորպորատիվ տոնակատարություն է։ Բայց, ինչպես երում է, սա պարզապես քո էգոյի մեկ այլ ցուցափեղկ է։ Դավիթն առաջ շարժվեց, բայց Արմենը չնահանջեց։ Անահիտը զգաց, որ սիրտը սկսեց արագ բաբախել։ Երեխան ուժգին շարժվեց, կարծես զգում էր շուրջ բոլորի լարվածությունը։ Կանգ առեք, խնդրում եմ, աղաչեց Անահիտը, բռնելով Դավթից։ Նա թեթակի հրեց կնոջը, չնայելով նրան, կենտրոնացած միայն Արմենի վրա։ Դու միշտ այդպիսին ես եղել, Արմեն։ Միշտ ուզել ես ամեն ինչ վերահսկել։ Վերահսկել քո աղջկան, վերահսկել իմ կյանքը։ Բայց քեզ մոտ չի ստացվի։ Ես ոչինչ չեմ ուզում վերահսկել։ Պարզապես ուզում եմ պաշտպանել իմ աղջկան մի տղամարդուց, որը ոչ մի բանի պիտանի չէ։ Հենց այդ պահին Դավիթը լիովին կորցրեց ինքնատիրապետումը։ Նա գոռաց, այնքան բարձր, որ սրահի կեսը նայեց նրանց ուղղությամբ։ Դուրս արի այստեղից։ Դուրս արի հիմա, մինչ ես քեզ դուրս չեմ հանել։ Լռությունը տարածվեց ինչպես սուր դանակ։ Երաժշտությունը դադարեց։ Զրույցները լռեցին։ Բոլորը նայում էին։ Լուսանկարիչները բարձրացրին տեսախցիկները։ Անահիտը զգաց, որ ոտքերը լանում են։ Արմենը մի քայլ առաջ արեց, Դավթին նայելով սարսափելի հանգստությամբ։ Դու հենց նոր սխալ թույլ տվեցիր, Դավիթ։ Մի սխալ, որը քեզ համար ամեն ինչ կարժենա։ Եվ հետո, բոլորի աչքի առաջ, Արմենը գրպանից ինչ-որ բան հանեց։ Դա փոքրիկ ֆլեշ կրիչ էր։ Նա այն բարձրացրեց օդ, կարծես զենք ցույց տալով։ Ես ապացույցներ ունեմ։ Ապացույցներ այն ամենի, ինչ դու արել ես։ Ամբողջ կեղտը, որ թաքցրել ես այս հարգարժան գործարարի քողի տակ։ Եվ ես չեմ վարանի դրանք օգտագործել։ Դավիթը գունատվեց։ Լիլիթը լայն բացեց աչքերը։ Անահիտը նայում էր մեկ-մեկին, մեկ մյուսին, չհասկանալով։ Դու բլեֆ ես անում, ասաց Դավիթը, բայց ձայնը դողաց։ Այդպես ես կարծում։ Ուզում ես ռիսկի դիմել։ Նախքան Դավիթը կկարողանար պատասխանել, Անահիտը սուր ցավ զգաց որովայնում։ Նա տնքաց, կռանալով։ Նունեն վազեց նրան օգնելու։ Անահիտ։ Ինչ եղավ։ Ցավն ուժեղ էր, տարբերվում էր այն ամենից, ինչ նա զգացել էր նախկինում։ Նա փորձեց շնչել, բայց օդը չէր հասնում թոքերին։ Երեխան, կարողացավ ասել նա, կառչելով մորից։ Նունեն հուսահատ շուրջը նայեց։ Տապօգնություն կանչեք։ Հիմա։ Սրահը պայթեց շարժումից։ Մարդիկ մոտեցան, մյուսները նահանջեցին։ Դավիթը կանգնած մնաց, առանց արձագանքի, մինչդեռ Արմենը ծնկի իջավ դստեր կողքին։ Հանգիստ, աղջիկս։ Ամեն ինչ լավ է։ Դու լավ կլինես։ Բայց Անահիտը հազիվ էր լսում։ Ցավը, վախը, նվաստացումը լինել այնտեղ, հատակին, շրջապատված անծանոթներով, խոցելի բացահայտված։ Ամեն ինչ միանգամից փլվեց նրա վրա։ Հյուրանոցի անվտանգության աշխատակիցները հասան անվասայլակով։ Նունեն Արմենն օգնեցին Անահիտին ոտքի կանգնել, զգուշությամբ պահելով նրան։ Մինչ նրան դուրս էին տանում սրահից, Անահիտը վերջին անգամ հետ նայեց։ Դավիթը շարունակում էր կանգնած մնալ նույն տեղում, շրջապատված Լիլիթով այլ աշխատակիցներով, առանց շարժվելու։ Նա չհետեց նրան։ Չհարցրեց, արդյոք նա լավ է։ Պարզապես կանգնած մնաց այնտեղ, մարմարե արձանի պես, դիտելով, թե ինչպես է ամեն ինչ փլուզվում իր շուրջը։ Վերելակի դռները փակվեցին։ Անահիտը փակեց աչքերը, զգալով, թե ինչպես են արցունքները վերջապես հոսում դեմքով։ Նունեն ամուր բռնել էր նրա ձեռքը։ Արմենը հեռախոսով էր, կազմակ։ Երբում էր ամեն ինչ, որպեսզի նրանք ուղիղ գնան քաղաքի լավագույն հիվանդանոց։ Ամեն ինչ լավ է, աղջիկս։ Մենք այստեղ ենք։ Դու մենակ չես։
Անահիտը գիտեր, որ այդ գիշեր ինչ-որ բան փոխվել էր։ Ինչ-որ անդառնալի բան։ Դեռ չգիտեր, թե ինչ կլինի իր ամուսնության, երեխայի, իր կյանքի հետ։ Բայց երկար ժամանակ անց առաջին անգամ զգաց, որ պարտավոր չէ ամեն ինչ միայնակ տանել։ Ծնողները այնտեղ էին։ Եվ նրանք իրեն չէին լքի։ Մինչ տապօգնության մեքենան կտրում էր Երանի փողոցները, ազդանշանը արձագանքելով գիշերվա մեջ, Անահիտը ձեռքը դրեց որովայնին։ Երեխան նորից շարժվեց, այժմ ավելի հանգիստ։ Նա ցածրաձայն շշնջաց, ինչպես խոստում. Ես քեզ կպաշտպանեմ։ Ինչ էլ որ պատահի, ես քեզ կպաշտպանեմ։ Եվ այդ պահին Անահիտը հասկացավ, որ այդ խոստումը կփոխի ամեն ինչ։ Կփոխի, թե ով է ինքը, ինչ է ընդունում, ինչին է պատրաստ դիմանալ։ Ֆիզիկական ցավը կանցնի։ Բայց հուզական ցավը, նվաստացումը, անհարգալից վերաբերմունքը, դա այլս երբեք չէր հանդուրժվի։ Դրսում գիշերը ցուրտ էր, բայց Անահիտի ներսում ինչ-որ բան սկսում էր տաքանալ։ Մի փոքր, փխրուն, բայց աջո։ Բոց։ Մի բոց, որը կոչվում էր քաջություն։ Նաիրի բժշկական կենտրոնը Երանի հարավային մասում այդ լուսադեմին լուռ էր։ Սպիտակ լուսավոր միջանցքներ, ախտահանիչի հոտ, սրտի մոնիտորների անընդհատ ձայն։ Անահիտը պառկած էր մանկաբարձական շտապօգնության սենյակի մահճակալին, մազերը փռված բարձին, զմրուխտե կանաչ զգեստը փոխարինված հիվանդանոցային բաց կապույտ խալաթով։ Նրա կողքին Նունեն բռնել էր ձեռքը, մինչդեռ Արմենը ցածրաձայն զրուցում էր բժիշկների հետ դրսում։ Ցավն անցել էր։ Հետազոտությունները ցույց տվեցին, որ երեխան լավ է, սիրտը ուժեղ կանոնավոր բաբախում էր մոնիտորի վրա։ Դա վաղաժամ ծննդաբերություն չէր, ասացին բժիշկները։ Դա սթրես էր։ Բարձր հուզական ճնշում։ Անահիտի մարմինն արձագանքել էր ամիսներ շարունակ կուտակված լարվածությանը, որը սրվել էր այդ գիշերվա առճակատումից։ Նրան անհրաժեշտ էր բացարձակ հանգիստ։ Ոչ մի հուզմունք, ոչ մի կոնֆլիկտ, ոչինչ, որ կարող էր վտանգի ենթարկել հղիությունը։ Անահիտը նայում էր առաստաղին, աչքերն այժմ չոր էին։ Արցունքներ այլս չկային։ Նա իրեն տարօրինակ դատարկ էր զգում, կարծես ամբողջ հո։ Հուզմունքը ներծծվել էր այն գալասրահում, ոչինչ չէր մնացել, բացի հսկայական հոգնածությունից։ Մամ, ասաց նա խռպոտ ձայնով։ Ինչ ասաց հայրս Դավթին։ Այն ապացույցների մասին։ Նունեն խորը շունչ քաշեց, քնքշորեն շոյելով դստեր մազերը։ Հայրդ քեզ ամեն ինչ կբացատրի։ Բայց հիմա դու պետք է հանգստանաս, Անահիտ։ Պետք է մտածես երեխայի մասին։ Ես մտածում եմ երեխայի մասին, մամ։ Հենց դրա համար էլ պետք է իմանամ։ Պետք է հասկանամ, թե ինչ է կատարվում։ Նունեն վարանեց, բայց հետո գլխով արեց։ Վեր կացավ գնաց դեպի դուռը, կանչելով Արմենին։ Նա ներս մտավ, հոգնած դեմքով, ծանր ուսերով։ Աթոռ քաշեց նստեց մահճակալի կողքին, բռնելով դստեր ազատ ձեռքը։ Ինչպե՞ս ես, աղջիկս։ Ավելի լավ։ Երեխան լավ է։ Բայց պետք է ինձ ճշմարտությունն ասես, հայր։ Դավթի մասին։ Այդ ապացույցների մասին։ Արմենը հայացք փոխանակեց Նունեի հետ, որը քաջալերող գլխով արեց։ Անահիտ, ամիսներ շարունակ ես հետաքննում եմ Պետրոսյան շինը։ Հետաքննում։ Ինչո՞վ։ Արմենը խորը շունչ քաշեց։ Որովհետ ես չէի վստահում Դավթին։ Այն օրվանից, երբ դուք ամուսնացաք, ես գիտեի, որ ինչ-որ բան այն չէ։ Նա չափազանց երիտասարդ էր, չափազանց հավակնոտ, չափազանց արագ աճեց։ Ընկերությունները զրոյից չեն պայթում առանց կարճ ճանապարհների։ Այնպես որ, սկսեցի ուսումնասիրել։ Զգուշորեն։ Մասնավոր աուդիտոր վարձեցի։ Անահիտը սարսուռ զգաց։ Եվ ինչ պարզեցիր։ Արմենը բացեց թղթապանակը, որը բերել էր թիտակ, մի քանի փաստաթուղթ հանեց։ Դրանք փռեց մահճակալին, Անահիտի կողքին։ Գերագնահատված պայմանագրեր։ Աշխատանքներ, որոնք հանձնվել են վճարվածից ցածր որակի նյութերով։ Քաղաքապետարանի տեսուչներին վճարված կաշառքներ, անօրինական նախագծերը հաստատելու համար։ Կեղծ ընկերություններ, որոնք օգտագործվել են փողերի լվացման համար։ Հաշիվներ օֆշորային գոտիներում։ Անահիտ, Պետրոսյան շինը գեղձիկ է։ Մի ընկերություն, որը կառուցված է անօրինականությունների վրա։
Անահիտը նայեց փաստաթղթերին, բայց բառերը կարծես լղոզված էին։ Նա գիտեր, որ Դավիթը հավակնոտ է, մրցունակ։ Բայց սա… ֆինանսական հանցագործություններ… կոռուպցիա… Ինչպես ես այս ամենը ձեռք բերել… Արմենը վարանեց։ Լիլիթը… անունն… ընկավ ռումբի պես։ Անահիտը լայն բացեց աչքերը։ Լիլիթը… նրա օգնակա՞նը… Արմենը գլխով արեց։ Նա ինձ մոտ եկավ 2 շաբաթ առաջ։ Ասաց, որ վախենում է։ Որ Դավիթը գնալով ավելի անխոհեմ է դառնում, որ նա գիտի բաներ, որոնք կարող են իրեն ոչնչացնել, եթե ի հայտ գան։ Նա գործարք առաջարկեց։ Անձեռնմխելիություն, տեղեկատվության դիմաց։ Անահիտը զգաց, թե ինչպես է զայրույթը բարձրանում տաք ալիքի պես։ Ուրեմն նա քեզ տվեց այս ամենը… Ինչո՞վ… Սեփական մաշկը փրկելու համար… Արմենը հաստատեց։ Այո… Նա վախենում է, որ իրենք օգտագործեն որպես քավության նոխազ, եթե ամեն ինչ բացահայտվի։ Եվ դա կբացահայտվի, Անահիտ։ Քննչական կոմիտեն գործողություն է նախապատրաստում։ Շաբաթներ շարունակ նրանք հետաքննում են Երանի շինարարության ոլորտի խարդախությունները։ Պետրոսյան շին.ի անունը ցուցակում է։ Ժամանակի հարց է, մինչ նրանք կալանավորման օրդերներ ուղարկեն։ Անահիտը փակեց աչքերը։ Ամեն ինչ իմաստ ստացավ։ Գաղտնի հանդիպումները, լարված հեռախոսազանգերը, Դավթի աճող նյարդայնությունը վերջին շաբաթներին։ Նա գիտեր, որ իրեն հետաքննում են։ Գիտ. Եր, որ օղակը սեղմվում է։ Եվ դու այսօր բերեցիր այդ ապացույցները։ Գալա երեկույթին… Արմենը գլխով արեց։ Ես ուզում էի նրա հետ առերեսվել։ Ուզում էի, որ նա իմանար, որ չի կարող անպատիժ շարունակել քեզ վիրավորել, Անահիտ։ Որ ինչ-որ մեկը տեսնում է, ինչ-որ մեկը գիտի։ Ես ուզում էի, որ նա վախ զգա։ Բայց հայրիկ, քեզ կարող էին ձերբակալել։ Կարող էին մեղադրել շորթման, շանտաժի մեջ։ Արմենը ժպտաց, հոգնած տխուր ժպիտով։ Ես գիտեմ։ Բայց ես քո հայրն եմ, Անահիտ։ Եվ ես ձեռքերս ծալած չեմ նստելու, մինչ իմ աղջիկը տառապում է։ Անահիտը զգաց, որ արցունքները վերադառնում են, բայց այս անգամ դրանք հուսահատության արցունքներ չէին։ Դրանք երախտագիտության, թեթացման արցունքներ էին։ Տարիներ շարունակ նա հեռացել էր ծնողներից, հավատալով, որ նրանք վերահսկող են, որ չափազանց շատ են խառնվում։ Բայց ճշմարտությունն այն էր, որ նրանք միշտ սիրել են իրեն։ Միշտ ցանկացել են պաշտպանել։ Եվ նա նրանց հեռացրել էր մի տղամարդու պատճառով, որը երբեք իրեն չէր գնահատել։ Ներիր, հայր։ Ներիր ամեն ինչի համար։ Հեռանալուս, ձեզ չլսելուս համար։ Արմենն ամուր սեղմեց նրա ձեռքը։ Ներողություն խնդրելու կարիք չկա, աղջիկս։ Դու սիրահարված էիր։ Ուզում էիր հավատալ լավագույնին։ Դրանում ոչ մի վատ բան չկա։ Բայց հիմա դու գիտես ճշմարտությունը։ Եվ պետք է որոշես, թե ինչ ես անելու դրա հետ։ Անահիտը նայեց մահճակալին փռված փաստաթղթերին։ Պայմանագրեր, աղյուսակներ, տպված էլեկտրոնային նամակներ, բանկային փոխանցումներ։ Ամեն ինչ այնտեղ էր, սով սպիտակի վրա։ Անհերքելի ապացույցներ։ Ինչ ես կարծում, ես ինչ պետք է անեմ, հայր։ Արմենը հոգոց հանեց։ Ես չեմ կարող քո փոխարեն որոշել, Անահիտ։ Բայց կարող եմ ասել, թե ես ինչ կանեի։ Ես կհեռանայի։ Կպաշտպանեի իմ երեխային։ Եվ թույլ կտայի, որ արդարադատությունն իր ընթացքով գնա։ Իսկ Դավիթը… նա գիտի, որ դու այս ամենն ունես։ Հիմա գիտի։ Եվ կփորձի պաշտպանվել։ Կվարձի լավագույն փաստաբաններին, կփորձի լռեցնել, կաշառել, սպառնալ։ Այդպես են վարվում նրա նման տղամարդիկ, երբ անկյուն են քշվում։ Անահիտը փակեց աչքերը ուժասպառ։ Զգում էր, կարծես աշխարհը գլխիվայր շրջվել է ժամերի ընթացքում։ Առավոտյան նա պարզապես հղի կին էր, որը փորձում էր գոյատել դժբախտ ամուսնության մեջ։ Հիմա նա կոռուպցիոն սկանդալի կենտրոնում էր, որը կարող էր ամեն ինչ ոչնչացնել։ Նունեն մոտեցավ, նստելով մահճակալի եզրին։ Անահիտ, դու հիմա պարտավոր չես որևէ որոշում կայացնել։
Պետք է հանգստանաս, հոգ տանես քո երեխայի մասին։ Մենք կհոգանք մնացածի մասին։ Բայց ես չեմ կարող պարզապես ծածնել, թե ոչինչ չի պատահել, մամ։ Ես նրա հետ եմ ապրում։ Ես նրա հետ ամուսնացած եմ։ Ես նրա երեխային եմ սպասում։ Նունեն երկու ձեռքով բռնեց դստեր դեմքը, ստիպելով նրան նայել իր աչքերին։ Ուրեմն դու պետք է որոշես, թե ուզում ես շարունակել ամուսնացած մնալ մի տղամարդու հետ, որը քեզ վերաբերվում է որպես աքսեսուարի, որը քեզ հրապարակայնորեն նվաստացնում է, որը, հավանաբար, կապի մեջ է իր օգնականի հետ, մինչ դու կրում ես նրա երեխային։ Անահիտ, դու ավելիին ես արժանի։ Դու միշտ ավելիին ես արժանի եղել։ Մոր խոսքերն արձագանքեցին նրա ներսում ինչպես լուրջ ճիչ, որը նա ամիսներ շարունակ խեղդում էր։ Տարիներ, գուցե։ Ամուսնության սկզբից, երբ Դավիթը սկսեց փոխվել, հեռանալ, իրեն վերաբերվ ել որպես կահույքի մասի, Անահիտը միշտ արդարացումներ էր գտնում։ Նա սթրեսի մեջ է։ Նա զբաղված է։ Նա շատ պատասխանատվություն ունի։ Բայց ճշմարտությունը պարզ էր ցավոտ։ Դավիթը իրեն չէր սիրում։ Գուցե երբեք էլ չէր սիրել։ Ես վախենում եմ, շշնջաց Անահիտը։ Վախենում եմ մենակ մնալուց։ Վախենում եմ առանց հոր երեխա մեծացնելուց։ Վախենում եմ, որ չեմ կարողանա։ Նունեն համբուրեց դստեր ճակատը։ Դու մենակ չես մնա։ Մենք այստեղ ենք։ Եվ դու ավելի ուժեղ ես, քան պատկերացնում ես, աղջիկս։ Միշտ եղել ես։ Այդ պահին դուռը բացվեց։ Մի բուժքույր ներս մտավ, որին հետում էր մանկաբարձ գինեկոլոգը, որը նրան ուղեկցում էր հղիության սկզբից։ Նա մոտեցավ, ստուգեց մոնիտորները հանգստացնող ժպտաց։ Ամեն ինչ կայուն է։ Երեխան լավ է։ Բայց ես խորհուրդ կտամ 24 ժամով հոսպիտալացում, պարզապես հսկողության համար։ Անհանգստանալու բան չկա, պարզապես նախազգուշական միջոց է։ Անահիտը գլխով արեց։ Արմենը ոտքի կանգնեց։ Բժիշկ, նա կարող է այցելուներ ընդունել։ Բժիշկը վարանեց։ Նախընտրում եմ, որ ոչ։ Նրան բացարձակ հանգստություն է պետք։ Միայն ամենամոտ ընտանիքի անդամները։ Արմենը գլխով արեց, գոհունակ։ Նա հստակ գիտեր, թե ում է փորձում հեռու պահել։ 2 ժամ անց Անահիտին տեղափոխեցին առանձին հիվանդասենյակ։ Լայն պատուհան, հիվանդանոցի այգիների տեսարանով, հարմարավետ մահճակալ, բազկաթոռ, որտեղ տեղավորվեց Նունեն։ Արմենը գնացել էր տուն, դստեր համար մաքուր հագուստ անձնական իրեր բերելու։ Անահիտը վերջապես կարողացավ քնել, ծանր առանց երազների քնով։ Երբ արթնացավ, արդեն ուշ առավոտ էր։ Արի լույսը ներս էր թափանցում պատուհանից, լուսավորելով սենյակը։ Նունեն քնած էր բազկաթոռին, գլուխը մի կողմ թեքած։ Անահիտը նայեց մորը սիրո ու երախտագիտության ալիք զգաց։ Քանի՞ գիշեր էր Նունեն արթուն անցկացրել, հոգ տանելով իր մասին, երբ նա երեխա էր։ Քանի՞ անգամ էր նրան ընդունել առանց դատելու, առանց պահանջների։ Նա վերցրեց հեռախոսը գիշերասեղանից։ 53 չկարդացված հաղորդագրություն։ 21 բաց թողնված զանգ։ Մեծ մասը Դավթից։ Սիրտը սեղմված բացեց հաղորդագրությունները։ Որտե՞ղ ես։ Բժիշկն ասաց, որ ամեն ինչ լավ է։ Ինչու տուն չես վերադառնում։ Անահիտ, մենք պետք է խոսենք։ Հայրդ փորձում է ինձ ոչնչացնել։ Դու պետք է կողմ ընտրես։ Հաղորդագրությունները գնալով ավելի հրատապ էին դառնում, գրեթե հուսահատ։ Ես կարող եմ ամեն ինչ բացատրել։ Ոչինչ այն ամենից, ինչ հայրդ ասաց, ճիշտ չէ։ Դու չես կարող նրան հավատալ։ Նա միշտ ատել է ինձ։ Խնդրում եմ, զանգիր ինձ։ Պարզապես ինձ բացատրելու հնարավորություն տուր։ Անահիտը զայրույթ զգաց։ Ոչ թե ստի համար, քանի որ գիտեր, որ դրանք սուտ են, այլ հանդգնության համար։ Այնձի համար, թե ինչպես էր Դավիթը կարծում, որ կարող է իրենց մեկ անգամ մանիպուլյացիայի ենթարկել, դիմել ամուսնական հավատարմությանը ամիսներ շարունակ անհարգալից վերաբերմունքից հետո։ Նա սկսեց պատասխան գրել, բայց կանգ առավ։ Ոչ։ Հիմա չէր պատասխանելու։ Նրան չէր տալու այն բավարարությունը, որ իմանա, թե իր հաղորդագրություններն իրեն հուզել են։
Փոխարենը բացեց հեռախոսի զննարկիչը, որոնեց Պետրոսյան շին անունը։ Այն, ինչ գտավ, սառեցրեց նրան։ Նախորդ գիշերվա գալա երեկույթը հանրային աղետ էր եղել։ Սոցիալական ցանցերում տեսանյութեր էին շրջանառվում, որ ոք ցույց էին տալիս Արմենի Դավթի միջ առճակատումը։ Մարդիկ նկարահանել էին, կիսվել, մեկնաբանել։ Հեշթեգները Twitter-ի թրենդներում էին։ Լրագրողները շահարկում էին Արմենի մեղադրանքների շուրջ։ Տնտեսական մեկնաբանները քննարկում էին դաշնային հետաքննության մասին լուրերը։ Եվ այս ամենի մեջ Անահիտի լուսանկարները։ Հղի, պառկած սրահի հատակին, օգնություն ստանալիս։ Մի լրատվական պորտալի վերնագիրն ասում էր. Շինարարական ընկերության գործարարի կինը վատացել է գալա երեկույթի ժամանակ, հանրային վեճից հետո։ Անահիտը սրտխառնոց զգաց։ Իր անձնական կյանքը բացահայտված էր միլիոնավոր մարդկանց համար։ Անծանոթները մեկնաբանում էին, կարծիք հայտնում, դատում։ Բայց հետո նա մի տարբեր բան տեսավ։ Հիվանդագին հետաքրքրասիրության մեկնաբանությունների մեջ կային աջակցության հաղորդագրություններ։ Կանայք ասում էին, որ գիտեն, թե ինչպես է նա իրեն զգում։ Որ իրենք էլ են անցել դժվար ամուսնությունների, հանրային նվաստացման, միայնության միջով հարաբերություններում, որոնք դրսից կատարյալ էին թվում։ Մի հաղորդագրություն հատկապես գրավեց նրա ուշադրությունը։ Դա Անի անունով մի կնոջից էր, որն ասում էր. Ես քեզ հասկանում եմ։ Ես էլ տարիներ շարունակ ձացնում էի, թե լավ եմ։ Մինչ այն օրը, երբ որոշեցի, որ ավելին եմ արժանի։ Եվ դու էլ ես արժանի, Անահիտ։ Դու քո երեխան ավելին եք արժանի։ Անահիտը մի քանի անգամ կարդաց այդ հաղորդագրությունը։ Դու ավելին ես արժանի։ Դա այն էր, ինչ մայրն էր ասել։ Դա այն էր, ինչ ինքը գիտեր, խորքում, բայց վախենում էր խոստովանել։ Նունեն արթնացավ, ձգվելով բազկաթոռին։ Բարի լույս, աղջիկս։ Լավ քնեցիր։ Անահիտը ցույց տվեց հեռախոսը մորը։ Լուր ենք դարձել։ Նունեն վերցրեց հեռախոսը, արագ կարդաց, հոգոց հանեց։ Անխուսափելի էր։ Բայց սա կանցնի, Անահիտ։ Կարևորն այն է, թե դու ինչպես կվարվես սրա հետ։ Անահիտը նայեց պատուհանից դուրս, ներքի այգիներին։ Երեխաները խաղում էին մանկական բաժանմունքի խաղահրապարակում։ Ծնողները մանկասայլակներ էին հրում ծառապատ ճանապարհներով։ Կյանքը շարունակվում էր, չնայած ամեն ինչին։ Մամ, ես ուզում եմ տեսանյութ ձայնագրել։ Նունեն լայն բացեց աչքերը։ Տեսանյութ։ Ինչի՞։ Մասին։ Ճշմարտության մասին։ Իրականում ինչ է պատահել։ Ինչպես եմ ես զգում։ Անահիտ, վստահ ես։ Դա կարող է հետանքներ ունենալ։ Կարող է ամեն ինչ վատթարացնել։ Անահիտը գլուխը թափ տվեց։ Կամ կարող է ինձ ազատել։ Ես ամիսներ շարունակ թաքցրել եմ, ձացրել, փորձել պահպանել արտաքին տեսքը։ Եվ ինչի՞։ Համար։ Պաշտպանելու մի տղամարդու, որն ինձ չի պաշտպանել։ Պահպանելու մի ամուսնություն, որն արդեն մեռած էր։ Ոչ, մամ։ Հերիք է։ Ես ուզում եմ ճշմարտությունն ասել։ Ուզում եմ, որ մարդիկ իմանան, որ ես անպաշտպան զոհ չեմ։ Որ ես ձայն ունեմ։ Նունեն վարանեց, բայց հետո ժպտաց։ Դա հպարտ, հուզված ժպիտ էր։ Ուրեմն եկ ձայնագրենք այդ տեսանյութը։ Անահիտը վեր կացավ մահճակալից, գնաց լոգարան լված դեմքը։ Շպար չդրեց։ Մազերը խնամքով չսանրեց։ Կանգնեց այնտեղ մաքուր դեմքով, հիվանդանոցային խալաթով, մեր կանխարդախ ճշմարտությամբ։ Նունեն օգնեց նրան նստել պատուհանի մոտի բազկաթոռին, որտեղ բնական լույսը լուսավորում էր նրա դեմքը։ Հեռախոսը տեղադրեց հարմար անկյան տակ, սեղմեց ձայնագրման կոճակը։ Անահիտը խորը շունչ քաշեց, սկսեց խոսել։ Իմ անունն Անահիտ է։ Ձեզանից շատերն ինձ տեսել են 3G շեր, պառկած երեկույթի սրահի հատակին, 7 ամսական հղի, վատ զգալով։ Տեսել եք լուսանկարները, կարդացել վերնագրերը։ Բայց դուք չգիտեք ամբողջ պատմությունը։ Եվ ես ուզում եմ պատմել։ Նա դադար տվեց, քաջություն հավաքելով։ 3 տարի ես ապրել եմ մի ամուսնության մեջ, որը դրսից կատարյալ էր թվում, բայց ներսից քայքայված էր։
Ինձ վերաբերվել եմ որպես աքսեսուարի, որպես մի կյանքի դեկորացիայի մասի, որն իմը չէր։ Ինձ անտեսել են, նվաստացրել, մոռացել։ Եվ այս ամբողջ ընթացքում ես զգացրել եմ, թե ամեն ինչ լավ է։ Ժպտացել եմ լուսանկարների համար։ Մասնակցել եմ միջոցառումների։ Պահպանել եմ արտաքին տեսքը։ Որովհետև կարծում էի, որ դա է այն, ինչ ես պետք է անեմ։ Որ դա է այն, ինչ անում է լավ կինը։ Նրա խոսքերն այժմ դուրս էին գալիս ամուր, զսպված հուզմունքով լի։ Բայց երեկ գիշեր ինչ-որ բան փոխվեց։ Ծնողներս ինձ հիշեցրին, թե ով եմ ես։ Հիշեցրին, որ ես ավելին եմ արժանի։ Եվ իմ որդին, որն այստեղ է, իմ ներսում, ինձ հիշեցրեց, որ ես պետք է ուժեղ լինեմ։ Ոչ միայն ինձ համար, այլ նրա համար։ Անահիտն ուղիղ նայեց տեսախցիկին։ Այսպիսով, ես այստեղ եմ ասելու բոլոր այն կանանց, ովքեր անցնում են նույնի միջով, ինչի միջով ես անցա։ Դուք մենակ չեք։ Դուք պարտավոր չեք ծածնել։ Դուք պարտավոր չեք դիմանալ։ Սիրելը լռության մեջ տառապելը չէ։ Սիրելը անհարգալից վերաբերմունք ընդունելը չէ։ Սիրելը նախ ինքդ քեզ հարգելն է։ Եվ եթե ինչ-որ մեկը քեզ չի գնահատում, քեզ չի խնամում, քեզ չի տեսնում, ապա այդ մարդը քեզ արժանի չէ։ Նա ձեռքը դրեց որովայնին։ Ես որդի եմ ունենալու։ Եվ ուզում եմ, որ նա մեծանա, իմանալով, որ իր մայրն ուժեղ է։ Որ իր մայրը փշրանքներ չի ընդունել։ Որ իր մայրն ընտրել է ճշմարտությունը, նույնիսկ երբ դա ցավոտ էր։ Անահիտը վերջին դադար տվեց, հետո ավարտեց. Շնորհակալություն ինձ լսելու համար։ Եվ հիշեք, դուք ավելին եք արժանի։ Միշտ արժանի եք եղել։ Նունեն դադարեցրեց ձայնագրությունը։ Աչքերում արցունքներ կային։ Կատարյալ էր, աղջիկս։ Ճշմարիտ էր։ Անահիտը վերցրեց հեռախոսը, արագ վերանայեց տեսանյութը։ 3 րոպե 40 վայրկյան մերկ անխարդախ ճշմարտություն։ Առանց ֆիլտրերի, առանց փորձերի, առանց դիմակների։ Նա նայեց մորը։ Կհրապարակ։ Վստահ ես։ Անահիտը գլխով արեց։ Բացարձակ։ Եվ հետո ամուր ձեռքերով հրապարակեց տեսանյութը իր սոցիալական ցանցերում։ Բարդ մակագրություն չգրեց։ Պարզապես իմ ճշմարտությունը։ Առաջին րոպեներին ոչինչ տեղի չունեցավ։ Պարզապես մի քանի հավանում մոտ ընկերուհիներից։ Բայց հետո տեսանյութը սկսեց տարածվել։ 1 անգամ, 10 անգամ, 100 անգամ, 1000 անգամ։ Ժամերի ընթացքում այն վիրուսային դարձավ։ Հազարավոր մեկնաբանություններ։ Հազարավոր հաղորդագրություններ։ Կանայք ամբողջ երկրից կիսվում էին իրենց սեփական պատմություններով։ Ասում էին, որ նույնն անում են։ Որ իրենք էլ են անցել դրա միջով։ Որ Անահիտը նրանց ոգեշնչել է խոսել, օգնություն փնտրել, ազատվել։ Նունեն բարձրաձայն կարդում էր մեկնաբանությունները, հուզված։ Նայիր սրան։ Ես 10 տարի անցկացրել եմ բռնարար ամուսնության մեջ։ Քո տեսանյութը տեսնելը ինձ քաջություն տվեց հեռանալու։ Շնորհակալություն։ Իսկ սա… Իմ աղջիկը թունավոր հարաբերությունների մեջ է։ Ես նրան ցույց կտամ քո տեսանյութը։ Դու կարող ես նրան փրկել։ Անահիտը զգացմունքների խառնուրդ էր զգում։ Վախ այն ամենից, ինչ սպասվում էր։ Թեթացում, որ վերջապես ասել էր ճշմարտությունը։ Եվ մի փխրուն, բայց աճող հույս, որ գուցե, միայն գուցե, այդ ցավից ինչ-որ լավ բան կարող է ծնվել։ Արմենը վերադարձավ հիվանդանոց երեկոյան, բերելով հագուստ, հիգիենայի պարագաներ, տնական ուտելիք, որը Նունեն պատրաստել էր։ Նա ամուր գրկեց դստերը։ Տեսա քո տեսանյութը։ Ես շատ հպարտ եմ քեզանով, Անահիտ։ Նա ժպտաց, հոգնած, բայց անկեղծորեն երջանիկ։ Շնորհակալ եմ, հայր։ Ամեն ինչի համար։ Նա նստեց նրա կողքին։ Մի բան կա, որ դու պետք է իմանաս։ Քննչական կոմիտեն վաղը առավոտյան խուզարկության առգրավման օրդերները իրականացնելու Պետրոսյան շինվում արդեն արտահոսել է մամուլ։ Մեդիա կրկես է լինելու։ Անահիտը զգաց, որ ստամոքսը շրջվում է, բայց ոչ վախից։ Վստահությունից, որ նա պատմության ճիշտ կողմում է։ Իսկ Դավիթը…
Արմենը հոգոց հանեց. կփորձի փրկվել, կմեղադրի աշխատակիցներին, արդարացումներ կհորինի, կվարձի լավագույն փաստաբաններին, բայց ապացույցները ամուր են, Անահիտ, նա չի փախչի։ Այդ գիշեր, մինչ ծնողները ցածրաձայն զրուցում էին սենյակի անկյունում, Անահիտս մեկ անգամ նայեց հեռախոսին։ Տեսանյութն արդեն 2 միլիոնից ավելի դիտում ուներ։ Այն տարածում էին հայտնի մարդիկ, ակտիվիստներ, քաղաքական գործիչներ։ Լրագրողները հարցազրույցներ էին խնդրում։ Հեռուստահաղորդումները ցանկանում էին նրա մասնակցությունը։ Բայց Անահիտը փառք չէր ուզում։ Հայտնի դառնալ չէր ուզում։ Պարզապես խաղաղություն էր ուզում։ Ուզում էր իր որդուն մեծացնել ստից հեռու, դիմակներից հեռու, այն տղամարդկանցից հեռու, ովքեր կարծում էին, որ կարող են իրեն վերաբերվել որպես առարկայի։ Փակեց աչքերը ամիսներ շարունակ առաջին անգամ խորը քնեց։ Առանց մղձավանջների, առանց տագնապի, առանց վախի։ Դրսում աշխարհը շարունակում էր պտտվել։ Բայց այդ հիվանդասենյակում Անահիտը վերջապես սկսում էր շնչել։ Հաջորդ առավոտը երանի վրա բացվեց մոխրագույն երկնքով, ծանր ամպերով, որոնք անձր էին խոստանում։ Կենտրոնի փողոցներում, որտեղ գտնվում էր Պետրոսյան շինի գլխամասային գրասենյակը, քննչական կոմիտեի մեքենաները զգուշորեն դիրքավորվել էին առավոտյան ժամը 5-ից։ Ուղիղ 7-ին քննիչները ներխուժեցին հայելային ապակիներով շենք, որի վրա փայլում էր ընկերության ոսկեգույն լոգոտիպը։ Տասնյակ ոստիկաններ, զինված դատական օրդերներով, վերելակներով բարձրացան վարչական հարկեր։ Համակարգիչները կնքվեցին, դարակները դատարկվեցին, արխիվները առգրավվեցին։ Աշխատակիցները գալիս էին աշխատանքի, նրանց թույլ չէին տալիս ներս մտնել։ Հեռուստատեսային տեսախցիկները խմբվել էին մայթին, լրագրողները ուղիղ եթերում պատմում էին, ուղղաթիռները պտտվում էին տարածքի վրայով։ Անահիտն այս ամենը դիտում էր հիվանդասենյակի հեռուստացույցով։ Առավոտյան նրան դուրս էին գրել, բայց ծնողները պնդել էին, որ նա մի քանի ժամ մնա հսկողության տակ։ Նա նստած էր մահճակալին, հեռակառավարման վահանակը ձեռքին, փոխելով լրատվական ալիքները։ Բոլորը լուսաբանում էին նույն պատմությունը։ Դավիթ Պետրոսյանի կայսրության անկումը։ Վերնագրերը կործանարար էին։ Հիմնաքար գործողությունը հետաքննում է միլիարդավոր դրամների արտահայտություններ Երանյան շինարարական ընկերությունում։ Գործարար Դավիթ Պետրոսյանը խուզարկության թիրախում է կոռուպցիայի փողերի լվացման մեղադրանքով։ Փաստաթղթերը բացահայտում են գերագնահատումներ կաշառքներ պետական շինարարություններում։ Նունեն սենյակ մտավ, բերելով սուրճ տաք գաթա։ Դու պետք է մի բան ուտես, Անահիտ։ Մտածիր երեխայի մասին։ Անահիտը վերցրեց բաժակը, բայց աչքերը մնացին էկրանին։ Կադրերում ցույց էին տալիս Դավթին, որին ոստիկաններն ուղեկցում էին հարցաքննության։ Նա մուգ կոստյումով էր, արային ակնոցներով, դեմքը լարված։ Լրագրողների հետ չխոսեց, պարզապես նստեց քաղաքացիական մեքենա, շրջապատված փաստաբաններով։ Մամ, սա անիրական է թվում։ Նունեն նստեց դստեր կողքին։ Սա նրա ընտրությունների հետանքն է, Անահիտ։ Քո մեղքը չէ։ Բայց ես նրա հետ էի ապրում։ Ես նրա հետ էի ամուսնացած։ Ինչպես ես այս ամենը չեմ տեսել։ Նունեն ամուր բռնեց դստեր ձեռքը։ Որովհետ դու վստահում էիր։ Որովհետ դու սիրում էիր։ Դրանում հանցագործություն չկա, աղջիկս։ Հանցագործությունը նրանն է։ Միայն նրանը։ Անահիտը մի կում սուրճ խմեց, զգալով, թե ինչպես է տաք հեղուկը իջնում կոկորդով։ Նա գիտեր, որ մայրը ճիշտ է, բայց մեղքի զգացումը դեռ ներսից կրծում էր։ Իսկ եթե ավելի շուտ նկատեր։ Իսկ եթե ավելի դժվար հարցեր տար։ Իսկ եթե թույլ չտար, որ սերը, կատարյալ ամուսնության պատրանքը կուրացնեին իրեն։ Անահիտի հեռախոսն անդադար թրթռում էր։ Հաղորդագրություններ, զանգեր, ծանուցումներ։ Լրագրողներ, որոնք հարցազրույցներ էին խնդրում։ Փաստաբաններ, որոնք ներկայացուցչություն էին առաջարկում։ Հասարակայնության հետ կապերի ընկերություններ, որոնք ցանկանում էին կառավարել նրա իմիջը։ Եվ այս ամենի մեջ ընկերուհիներ, որոնք ամիսներ շարունակ լուր չէին տալիս, հիմա հայտնվում էին համերաշխության հաղորդագրություններով։ Բայց կային նավատ հաղորդագրություններ։ Մարդիկ, որոնք մեղադրում էին նրան տարիներ շարունակ Դավթի փողերից օգտվելու հիմա զոհի դեր խաղալու մեջ։
Չարախինդ մեկնաբանություններ սոցիալական ցանցերում, որոնք ասում էին, թե նա ամեն ինչ գիտեր հանցակից էր։ Քողարկված սպառնալիքներ նրանցից, ովքեր կարծում էին, որ նա ոչնչացնում է ազնիվ մարդուհը։ Եղինակությունը։ Անահիտը կարդում էր ամեն ինչ ցավի զայրույթի խառնուրդով։ Ինչպես կարող էին մարդիկ դատել իրեն, չճանաչելով։ Ինչպես կարող էին կարծել, որ նա որե օգուտ է ունեցել տարիներ շարունակ միայնությունից նվաստացումից։ Նունեն նկատեց, թե ինչ է անում դուստրը, վերցրեց հեռախոսը նրա ձեռքից։ Հերիք է։ Դու պարտավոր չես այս բաները կարդալ։ Դաժան մարդիկ միշտ կլինեն, Անահիտ։ Բայց նրանք քեզ չեն ճանաչում։ Չգիտեն, թե դու ինչի միջով ես անցել։ Անահիտը հոգոց հանեց, գլուխը դնելով մոր ուսին։ Ես պարզապես ուզում եմ, որ այս ամենը վերջանա։ Կվերջանա։ Բայց մինչ այդ, ավելի վատ կլինի։ Եվ դու պետք է պատրաստ լինես։ Արմենը այդ պահին սենյակ մտավ, լուրջ դեմքով։ Անահիտ, մենք պետք է խոսենք։ Նա ուղղվեց։ Ինչ է պատահել, հայր։ Դավթի փաստաբանները կապ են հաստատել։ Ուզում են բանակցել։ Ինչ բանակցել։ Արմենը նստեց բազկաթոռին։ Ուզում են, որ դու հանրային հայտարարություն անես, հաստատելով, որ ոչնչից տեղյակ չես եղել։ Որ պարզապես նվիրված կին էիր, գործերից հեռու։ Դրա դիմաց նրանք կապահովեն առատաձեռն։ Ալիմենտ քեզ երեխայի համար, բացի այդ, քեզ որե դատական գործի մեջ չեն ներգրավի։ Անահիտը զգաց, որ արյունը եռում է։ Նրանք կարծում են, որ կարող են ինձ գնել։ Սա գնելու հարց չէ, Անահիտ։ Սա քեզ պաշտպանելու հարց է։ Եթե դու այդ հայտարարությունը չանես, կարող եմ փորձել քեզ ներգրավել։ Ասել, որ դու փաստաթղթեր ես ստորագրել, որ հասանելիություն ես ունեցել հաշիվներին, որ սխեմաների շահառու ես եղել։ Բայց ես երբեք ոչինչ չեմ ստորագրել։ Երբեք հասանելիություն չեմ ունեցել ընկերության հաշիվներին։ Արմենը գլխով արեց։ Ես գիտեմ։ Եվ մենք կարող ենք դա ապացուցել։ Բայց դա հյուծիչ կլինի։ Կպահանջվեն փաստաբաններ, վկայություններ, դատավարություններ, որոնք կարող են տարիներ տել։ Մինչդեռ դու կլինես կրակի կենտրոնում։ Անահիտը նայեց հորը, հետո մորը։ Նունեի աչքերում արցունքներ կային, բայց նա լուռ էր։ Իսկ եթե ընդունեմ նրանց առաջարկը, ինչ կլինի։ Արմենը հոգոց հանեց։ Դու ազատ կմնաս։ Կստանաս գումարը, խաղաղությամբ կմեծացնես քո որդուն, Դավիթը միայնակ կկրի իր հանցագործությունների հետանքները։ Չափազանց պար։ Զե թվում, հայր։ Ինչ որ թակարդ պետք է լինի։ Արմենը համաձայնեց։ Թակարդը բարոյական է։ Դու որոշակի իմաստով կընդունես լռություն ֆինանսական հարմարավետության դիմաց։ Դա անօրինական չէ։ Սխալ չէ։ Բայց դու պետք է ինքդ քեզ հարցնես, թե կարող ես դրա հետ ապրել։ Անահիտը փակեց աչքերը։ Մտածեց երեխայի մասին, որն աճում էր իր ներսում։ Մտածեց հաշիվների մասին, որոնք պետք է վճարեր, երեխայի մասին, որին դպրոց, առողջապահություն, ապագա էր պետք։ Մտածեց բոլոր այն կանանց մասին, ովքեր մեկնաբանել էին իր տեսանյութը, ասելով, որ նա ոգեշնչել է իրենց չընդունել փշրանքներ։ Եթե ընդուներ այդ գործարքը, նա հենց դա կաներ։ Կընդուներ, որ իրեն գնում են։ Չեմ ընդունելու, ասաց նա ամուր ձայնով։ Արմենը լայն բացեց աչքերը։ Անահիտ, լավ մտածիր։ Դա շատ գումար է։ Ապահովություն քեզ երեխայի համար։ Նա գլուխը թափ տվեց։ Սա փողի մասին չէ, հայր։ Սա արժանապատվության մասին է։ Ես ձայնագրեցի այդ տեսանյութը, ասելով, որ կանայք ավելին են արժանի։ Որ մենք չպետք է ընդունենք անհարգալից վերաբերմունք։ Եթե ես ընդունեմ այս գործարքը, ես Ես կվաճառեմ իմ ճշմարտությունը։ Նունեն մոտեցավ ամուր գրկեց դստերը։ Դու այնքան քաջ ես, աղջիկս։ Այնքան քաջ։ Արմենը ժպտաց, հպարտ։ Ուրեմն վերջ։ Ես կհայտնեմ փաստաբաններին, որ առաջարկը մերժվել է։ Եվ մենք կպատրաստվենք այն ամենին, ինչ սպասվում է։ Հաջորդ շաբաթներին Անահիտի կյանքը վերածվեց հորցանուտի։
Նա դուրս գրվեց հիվանդանոցից կենտրոնի ձեղնահարկ, որը կիսում էր Դավթի հետ, վերադառնալու փոխարեն ժամանակավորապես տեղափոխվեց ծնողների տուն, Արաբկիր։ Դա հին, ընդարձակ տուն էր, այգիով բակով։ Անահիտի մանկության սենյակը դեռ այնտեղ էր, պահպանված որպես սրբավայր։ Նա քնում էր շրջապատված ավելի պարզ ժամանակների հիշողություններով, երբ իր ամենամեծ խնդիրները համալսարանի քննություններն էին վեճերը, թե ինչ ֆիլմ դիտել հանգստյան օրերին։ Նունեն նրան փայփայում էր տնական ուտելիքներով, տաք թեյերով, անձրոտ ցերեկների երկար զրույցներով։ Արմենը զբաղվում էր բյուրոկրատական մասով, հավաքելով փաստաբանների, կազմակերպելով փաստաթղթեր, պաշտպանելով դստերը անհարկի դատական գործերից։ Անահիտի տեսանյութը շարո մնակում էր վիրուսային դառնալ։ Արդեն 10 միլիոնից ավելի դիտում ուներ։ Կանանց իրավունքների պաշտպանության կազմակերպությունները կապ հաստատեցին, ցանկանալով, որ նա դառնա ազգային արշավների դեմքը։ Համալսարանները նրան հրավիրում էին դասախոսությունների։ Հեռուստահաղորդումները պայքարում էին նրա առաջին բացառիկ հարցազրույցի համար։ Բայց Անահիտը բոլորին մերժեց։ Պատրաստ չէր։ Դեռ մարսում էր, բուժվում, փորձում հասկանալ, թե ով է ինքը հիմա, երբ իր ամբողջ կյանքը փլուզվել էր։ Այդ անձրոտ ցերեկներից մեկի ժամանակ հայտնվեց Լիլիթը։ Նունեն բացեց դուռը քարացավ, տեսնելով երիտասարդ շիկահերին կանգնած պատշգամբում, առանց հովանոցի, թրջված մանր անձրից։ Ինչ ես ուզում այստեղ։ Լիլիթի աչքերը կարմիր էին, ուռած։ Նա հասարակ հագուստով էր, առանց սովորական նրբագեղության։ Ես պետք է խոսեմ Անահիտի հետ։ Խնդրում եմ։ Նունեն պատրաստվում էր դուռը փակել նրա դեմքին, երբ Անահիտը հայտնվեց միջանցքում։ Մամ, ո՞վ է։ Տեսնելով Լիլիթին, Անահիտը զգաց, որ զայրույթը բարձրանում է լավայի պես։ Դու քաջություն ունես այստեղ հայտնվելու։ Լիլիթը գլուխը խոնարհեց։ Ես գիտեմ, որ ոչինչ խնդրելու իրավունք չունեմ։ Բայց պետք է խոսեմ քեզ հետ։ Պետք է բացատրեմ։ Նունեն կանգնեց նրանց միջ, պաշտպանողական։ Դու այս տուն չես մտնի։ Բայց Անահիտը, զարմանալիորեն, ժեստ արեց, որ մայրը նահանջի։ Թող ներս մտնի, մամ։ Ուզում եմ լսել, թե ինչ ունի ասելու։ Նունեն վարանեց, բայց հնազանդվեց։ Լիլիթը ներս մտավ, ջուր կաթեցնելով փայտե հատակին։ Անահիտը նրան տարավ հյուրասենյակ, բայց չառաջարկեց նստել։ Արագ ասա, թե ինչի համար ես եկել։ Լիլիթը խորը շունչ քաշեց, թեթակի դողալով։ Ես եկել եմ ներողություն խնդրելու։ Ամեն ինչի համար։ Իմ արածի համար։ Այն ամենի համար, ինչ թույլ եմ տվել, որ պատահի։ Անահիտը խաչեց ձեռքերը։ Կարծում ես, ներողությունը որևէ բան կփոխի։ Դու դավաճանեցիր նրա վստահությանը։ Եվ իմն էլ։ Լիլիթը բարձրացրեց աչքերը, Անահիտը տեսավ, որ այնտեղ անկեղծություն կար։ Եվ ցավ։ Ես գիտեմ։ Եվ ես դա կկրեմ իմ հետ ընդմիշտ։ Բայց պետք է, որ դու իմանաս ճշմարտությունը։ Իմ Դավթի մասին։ Անահիտը զգաց, որ սիրտը սեղմվում է։ Ես չեմ ուզում իման։ Ալ ձեր սիրավեպի կեղտոտ մանրամասները։ Լիլիթը գլուխը թափ տվեց։ Սիրավեպ չի եղել, Անահիտ։ Ինչ։ Լիլիթը արցունքները սրբեց ձեռքի թիկունքով։ Ես միշտ հավանել եմ նրան։ Այն օրվանից, երբ սկսեցի աշխատել ընկերությունում։ Նա խարիզմատիկ էր, հզոր, հմայիչ։ Եվ ես կարծում էի, որ եթե բավականաչափ անփոխարինելի լինեմ, եթե նրա համար էական դառնամ, մի օր նա ինձ կտեսնի։ Ինձ կընտրի։ Բայց դա երբեք տեղի չունեցավ։ Նա երբեք ինձ չի դիպել։ Երբեք հետաքրքրություն չի ցուցաբերել։ Ես պարզապես արդյունավետ օգնական էի, որը կազմակերպում էր նրա կյանքը։ Անահիտը զգաց թեթացման շփոթության խառնուրդ։ Բայց դուք այնքան շատ ժամանակ էիք անցկացնում միասին։ Գործուղումները, հանդիպումները մինչ ուշ գիշեր։ Դրանք իսկապես աշխատանքային գործուղումներ էին։ Աշխատանքային հանդիպումներ։ Նա ինձ երբեք չի տեսել որպես աշխատակցից ավելին, Անահիտ։ Եվ ես ինձ խաբում էի, կարծելով, թե կարող եմ դա փոխել։ Արել եմ բաներ, որոնք չպետք է անեի։ Սիրախաղ եմ արել այնտեղ, որտեղ չպետք է։ Ստեղծել եմ իրավիճակներ, որոնք քեզ վիրավորել են։ Եվ ես շատ եմ ցավում։ Իսկապես շատ։
Անահիտը չգիտեր, հավատա թե։ Ոչ։ Նրա մի մասը ուզում էր հավատալ, որ Դավիթը, որքան էլ թերի լիներ, չէր հասել ֆիզիկական դավաճանության աստիճանի։ Բայց մյուս մասը դեռ կասկածում էր. Ինչու ես հիմա ինձ սա պատմում։ Որովհետև դու արժանի ես իմանալ ճշմարտությունը։ Եվ որովհետև ուզում եմ, որ հասկանաս, թե ինչու եմ փաստաթղթերը տվել հոր։ Լիլիթը նստեց բազմոցին առանց հրավերի, ուժասպառ։ Ես բաներ եմ տեսել, Անահիտ։ Բաներ, որոնք ինձ ստիպեցին կասկածի տակ դնել ամեն ինչ։ Անավարտ շինություններ, որտեղ երեխաներ էին խաղում վտանգավոր տարածքներում։ Ընտանիքներ, որոնք վտարվել էին տներից, որոնք պետք է վերանորոգվեին, բայց լքվել էին։ Պետական գումարներ, որոնք յուրացվել էին, որոնցով պետք է դպրոցներ, հիվանդանոցներ կառուցվեին։ Եվ ես դրա մի մասն էի։ Ես նպաստում էի։ Ես ստում էի։ Եվ սկսեցի մղձավանջներ տեսնել։ Չկարողանալ քնել։ Մինչ մի օր հասկացա, որ եթե ամեն ինչ բացահայտվի, ինձ դուրս կշպրտեն։ Ինձ կգցեն գայլերի առաջ, մինչ նա կփրկվի թանկարժեք փաստաբաններով։ Ուրեմն դու նրա դեմ դուրս եկար, սեփական մաշկը։ Փրկելու համար։ Լիլիթը գլխով արեց։ Այո։ Բայց նա որովհետև հոգնել էի լինել մի բանի հանցակից, որը վնասում էր անմեղ մարդկանց։ Երբ հայրդ ինձ գտավ, ես ելք տեսա։ Ճիշտ բան անելու հնարավորություն, նույնիսկ եթե սխալ դրդապատճառներով։ Անահիտը դիտում էր իր արջի կնոջը։ Նա հիմա ավելի փոքր էր թվում, խոցելի, հեռու այն շփոթեցնող վստահությունից, որը ցուցադրում էր հասարակական միջոցառումներին։ Ինչ է լինելու քեզ հետ։ Լիլիթը թոթվեց ուսերը։ Չգիտեմ։ Կախված է նրանից, թե քննիչներն ինչ կորոշեն։ Ինձ կարող են դատել, տուգանել, բանտարկել։ Կամ կարող եմ անձեռնմխելիություն ստանալ, վկայության դիմաց։ Հիմա արդարադատության ձեռքում է։ Անահիտը տարօրինակ բան զգաց։ Դա ներում չէր։ Դեռ ոչ։ Բայց դա հասկացողություն էր։ Լիլիթը վատ ընտրություններ էր արել։ Բայց նա փորձել էր, ուշացած անկատար ձով, ուղղել։ Եվ դրանում նրանք այնքան էլ տարբեր չէին։ Դու պետք է հիմա գնաս, ասաց Անահիտը։ Բայց շնորհակալ եմ, որ եկար։ Անկեղծ լինելու համար։ Լիլիթը ոտքի կանգնեց, ցրփեց արցունքները, քայլեց դեպի դուռը։ Անահիտ։ Նա շրջվ։ Էց։ Դու շատ ավելի ուժեղ ես, քան կարծում ես։ Եվ այդ երեխայի բախտը շատ է բերել, որ քեզ ունի որպես մայր։ Եվ հետո Լիլիթը դուրս եկավ դռնից, անհետանալով անձրի մեջ։ Նունեն հայտնվեց վայրկյաններ անց։ Լավ ես։ Անահիտը գլխով արեց։ Այո։ Տարօրինակ է, բայց այո։ Հաջորդ շաբաթներին Դավթի շուրջ օղակը սեղմվեց։ Ավելի շատ փաստաթղթեր գտնվեցին։ Վկաները սկսեցին ցուցմունք տալ։ Մամուլը ամեն օր նոր սկանդալներ էր հրապարակում։ Պետրոսյան շին սնանկության գործընթաց սկսեց։ Աշխատակիցներն ազատվեցին։ Շինարարությունները դադարեցվեցին։ Ներդրողները դատի տվեցին։ Կայսրությունը փլուզվում էր աղյուս առ աղյուս։ Անահիտն այս ամենին հետում էր հեռվից, փորձելով կենտրոնանալ իր երեխայի վրա։ Հղիների համար յոգայով էր զբաղվում, ներկում էր սենյակը, որը ծնողները պատրաստել էին թոռան համար, մայրության մասին գրքեր էր կարդում։ Աստիճանաբար սուր ցավը վերածվում էր սպիի։ Դեռ ցավում էր, երբ դիպչում էր, բայց այլս ոչ նախկինի անտանելի ձով։ Սեպտեմբերյան մի ցերեկ նա զգաց առաջին կծկումները։ Երեխայի հագուստներն էր դասավորում, երբ ծան։ Ոտ ցավը անցավ որովայնով։ Նունեն, որը մոտակայքում էր, անմիջապես նկատեց։ Ժամանակն է։ Անահիտը գլխով արեց, արագացած շնչառությամբ։ Կարծում եմ, այո։ Նրանք գնացին հիվանդանոց։ Արմենը ճանապարհին զանգեց, ասելով, որ կհանդիպի նրանց այնտեղ։ Ծննդաբերությունը տեց 8 ժամ։ Դրանք 8 ժամ ցավ, քրտինք, արցունքներ, բայց նա ուժ էին։ Անահիտն իր մեջ հայտնաբերեց մի դիմացկունություն, որի մասին չգիտեր։ Եվ երբ վերջապես լսեց որդու լացը, զգաց, որ ամեն ինչ, բացարձակապես ամեն ինչ, արժեր դրան։ Տղա էր։ Առողջ, կատարյալ, սմազերի փնջով հետաքրքրասեր աչքերով։
Անահիտը նրան առաջին անգամ գրկեց այնքան ուժեղ սեր զգաց, որ ցավում էր։ Բար, սերս։ Ես քո մայրն եմ։ Եվ ես քեզ ընդմիշտ կպաշտպանեմ։ Նունեն Արմենը լացում էին սենյակի անկյունում, հուզված։ Ինչ ես անվանելու նրան, հարցրեց Նունեն։ Անահիտը նայեց որդուն, հետո ծնողներին։ Արեն։ Ես նրան կանվանեմ Արեն։ Իմ հոր անունով, ասաց Արմենը խեղդված ձայնով։ Քո պապի։ Անահիտը ժպտաց։ Այո։ Որպեսի նա մեծանա, իմանալով, որ սերում է լավ տղամարդկանց տոհմից։ Տղ։ Ամարդկանց, ովքեր պաշտպանում են, սիրում են, հարգում են։ Դավիթը փորձեց այցելել։ Ծաղիկներ, նվերներ, հաղորդագրություններ ուղարկեց, խնդրելով տեսնել որդուն։ Բայց Անահիտը մերժեց։ Պատրաստ չէր։ Գուցե երբեք էլ չլիներ։ Արենն արժանի էր խաղաղության, ոչ թե այն քաոսին, որը շրջապատում էր հորը։ Ծննդից 2 շաբաթ անց, մի հանգիստ ցերեկ կերակրելիս Արենին, Անահիտը զանգ ստացավ։ Գայանե անունով մի փաստաբանից էր, որը մասնագիտացած էր կանանց իրավունքների ոլորտում։ Անահիտ, ես տեսա ձեր տեսանյութը։ Տեսա ձեր պատմությունը։ Եվ ուզում եմ ձեզ առաջարկ անել։ Անահիտը հարմարեցրեց Արենին գրկում։ Ինչ տեսակի առաջարկ։ Ես հիմնադրամ եմ ստեղծում, աջակցելու բռնարար հարաբերությունների զոհ դարձած կանանց։ Ուզում ենք առաջարկել ապաստան, իրավաբանական օգնություն, հոգեբանական աջակցություն, մասնագիտական վերապատրաստում։ Եվ կարծեցի, որ դուք կլինեիք կատարյալ մարդ, լինելու այս նախագծի դեմքը։ Անահիտը լուռ մնաց, մտածելով։ Ես չգիտեմ, արդյոք պատրաստ եմ դրան։ Հիմա որոշելու կարիք չկա։ Բայց մտածեք։ Դուք ձայն ունեք։ Պատմություն ուն։ Եք։ Եվ կարող եք դա օգտագործել, օգնելու հազարավոր կանանց, ովքեր անցնում են նույնի միջով, ինչի միջով դուք անցաք։ Անահիտը նայեց իր գրկում հանգիստ քնած Արենին։ Կարող եմ մտածել։ Իհարկե։ Ես կսպասեմ։ Այդ գիշեր Անահիտը ծնողների հետ խոսեց առաջարկի մասին։ Արմենը կարծում էր, որ դա ցավը նպատակի վերածելու հնարավորությունը։ Նունեն վախենում էր, որ դեռ շատ վաղ է, որ Անահիտը դեռ բուժվում է։ Բայց Անահիտը գիտեր, թե ինչ պետք է անի։ Գիտեր այն պահից, երբ ձայնագրել էր այդ տեսանյութը հիվանդանոցում։ Գիտեր այն պահից, երբ կարդացել էր հազարավոր կանանց հաղորդագրությունները, որոնք ասում էին, որ նա ոգեշնչել է իրենց։ Ես կընդունեմ, ասաց նա։ Բայց կանեմ իմ ձով։ Հանգիստ, զգույշ, մտածելով բոլոր այն Անահիտների մասին, ովքեր այնտեղ են, լռության մեջ տառապելով։ Եվ այսպես ծնվեց վերսկիզբ հիմնադրամը, ոչ արտրային կազմակերպություն, որը նվիրված էր բռնարար դաժան հարաբերություններից փրկված կանանց։ Անահիտը դարձավ նախագահը։ Օգտագործեց Դավթի հետ դատական ամուսնալուծությունից ստացած գումարի մի մասը ֆինանսավորելու գործունեության առաջին ամիսները։ Կենտրոնում ընդարձակ տուն վարձեց, վերանորոգեց, վերածեց հյուրընկալ տարածքի։ Առաջին ամիսներին հիմնադրամն ընդունում էր շաբաթական 5 կին։ 6 ամիս անց նրանք 20-ն էին։ 1 տարի անց 100-ից ավելի կանայք արդեն անցել էին այնտեղով, գտնելով ապաստան, աջակցություն, վերսկիզբ։ Անահիտն անխոնջ աշխատում էր, համատեղելով մայրությունն ու առաքելությունը։ Արենը մեծանում էր շրջապատված ուժեղ կանանցով, հաղթահարման պատմություններով, քաջության օրինակներով։ Եվ ամեն անգամ, երբ Անահիտը կասկածում էր, թե արդյոք ճիշտ ճանապարհին է, նայում էր որդուն, հիշում, թե ինչու էր սկսել։ Նրա համար։ Իր համար։ Բոլոր նրանց համար։ 2 տարի էր անցել այն դեկտեմբերյան գիշերվանից, երբ Անահիտի կյանքը փլուզվել մի նույն ժամանակ վերածնվել էր։ Հիմա, նոյեմբերյան արոտ առավոտյան, նա քայլում էր վերսկիզբ հիմնադրամի նոր գրասենյակի միջանցքներով, որը բացվել էր կենտրոնի եռահարկ շենքում։ Պատերը ներկված էին փափուկ գույներով, ջրի կանաչ բաց բեժ, որոնք խաղաղություն էին հաղորդում։ Ոգեշնչող ուղերձներով նկարն է։ Զարդարում էին տարածքները։ Սենյակներում կանանց խմբեր մասնակցում էին ձեռագործության արհեստանոցների, համակարգչային դասերի, հոգեբանների հետ խմբային զրույցների։ Ներքին այգում երեխաները խաղում էին դաստիարակների հսկողության տակ։ Այնտեղ կյանք կար։ Հույս կար։ Անահիտը, այժմ 30 տարեկան, կրում էր պարզ մուգ կապույտ զգեստ սպիտակ սպորտային կոշիկներ։
Շագանակագույն մազերը հավաքված էին գործնական պոչիկով։ Գրկին Արենն էր, 2 տարեկան, էներգիայով հետաքրքրասիրությամբ լի տղա, հորնույն մուգ աչքերով, բայց մոր քաղցր ժպիտով։ Նա մատով ցույց էր տալիս ամեն ինչ, հարցեր տալով դեռս ձավորվող լեզվով։ Նայի, մամա, թռչնակ։ Անահիտը ժպտաց, համբուրելով որդու ճակատը։ Այո, սերս։ Նա որդուն իջեցրեց գետնին, նա վազեց դեպի այգի, որտեղ նունեն նրան սպասում էր լայն ժպիտով։ Տատիկը թոշակի էր անցել, թոռանը խնամելու հիմնադրամում որպես կամավոր աշխատելու համար։ Արմենը, որը շարունակում էր ակտիվ լինել իր գործերում, ֆինանսավորում էր գործունեության մեծ մասը օգտագործում իր ազդեցությունը, կարոր նվիրատուներ ներգր ավելու համար։ Անահիտը մտավ գլխավոր սենյակ, որտեղ հանդիպումը պատրաստվում էր սկսվել։ Սեղանի շուրջ նստած էին Գայանեն, փաստաբանը, որն առաջարկել էր հիմնադրամի ստեղծումը, Լուսինեն, գլխավոր հոգեբանը, Սաթենիկը, մասնագիտական արհեստանոցների համակարգողը, Էմման, դրամահավաքի պատասխանատուն։ Բոլորը ուժեղ, գրագետ, իրենց գործին նվիրված կանայք։ Բարի լույս բոլորին, ասաց Անահիտը, նստելով սեղանի գլխին։ Բարի լույս, պատասխանեցին միաձայն։ Գայանեն բացեց փաստաթղթերի թղթապանակը։ Մենք տպավորիչ թվեր ունենք կիսվելու։ Վերջին 2 տարում մենք սպասարկել ենք ավելի քան 1200 կնոջ։ Նրանցից 800-ը մասնակցել են մեր մասնագիտական վերապատրաստման ծրագրերին։ 600-ը աշխատանք են գտել կամ սեփական փոքր բիզնես են սկսել։ 250-ը կարողացել են ազատվել բռնարար հարաբերություններից մեր իրավաբանական օգնությամբ։ Անահիտը զգաց, որ աչքերը լցվում են։ Յուրաքանչյուր թիվ ներկայացնում էր փոխված կյանք, մի կին, որը ուժ էր գտել վերսկսելու համար։ Եվ ավելին ունենք, շարունակեց Լուսինեն։ Օք։ Նություն ստացողների բավարարվածության ցուցանիշը 97%։ Նրանք նշում են, որ իրենց զգում են ընդունված, լսված, հարգված։ Շատերն ասել են, որ հիմնադրամը փրկել է իրենց կյանքը։ Էմման ավելացրեց, ոգորված։ Եվ դրամահավաքը այս տարի աճել է 40%-ով։ Մենք ունենք նոր կորպորատիվ գործընկերներ, համաձայնագրեր համալսարանների հետ, պրակտիկայի հետազոտությունների համար, սոցիալական ցանցերում արշավը բերել է ավելի քան 10,000 մարդու կողմից պարբերական նվիրատվություններ։ Սաթենիկը ժպտաց։ Եվ մենք ունենք 300 կնոջից բաղկացած սպասման ցուցակ, որոնք ցանկանում են մասնակցել ծրագրերին։ Մենք պետք է ընդլայնվենք։ Անահիտը նայեց նրանցից յուրաքանչյուրին։ Դուք անհավանական եք։ Բոլորդ։ Այս հիմնադրամը բոլորինս է։ Յուրաքանչյուր կնոջն է, որն անցել է այստեղով որոշել, որ ավելին է արժանի։ Գայանեն հիացմունքով նայեց Անահիտին։ Բայց դու ես այս ամենի սիրտը, Անահիտ։ Քո պատմությունը հազարավորներին է ոգեշնչել։ Քո տեսանյութը դեռ ամեն շաբաթ տարածվում է։ Դու խորհրդանիշ ես դարձել։ Անահիտը գլուխը թափ տվեց։ Ես խորհրդանիշ չեմ։ Ես պարզապես մի կին եմ, որը որոշել է փշրանքներ չընդունել։ Եվ ուզում եմ, որ բոլոր կանայք իմանան, որ կարող են նույնն անել։ Հանդիպումը շարունակվեց 1 ժամ, քննարկելով ընդլայնման ծրագրեր, նոր ծրագրեր, կառավարության հետ համագործակցություն։ Երբ վերջապես ավարտվեց, Անահիտը քայլեց դեպի իր փոքրիկ գրասենյակը երկրորդ հարկում։ Պատերը զարդարված էին Արենի նկարներով, ընտանեկան լուսանկարներով մի շրջանակով, որի վրա գրված էր մի արտահայտություն, որն Անահիտը միշտ կրկնում էր։ Դու ավելիին ես արժանի։ Միշտ արժանի ես եղել։ Նա նստեց սեղանի մոտ, բացեց նոութբուքը։ Տասնյակ նամակներ ուներ, այդ թվում մեկը, որը գրավեց նրա ուշադրությունը։ Թեմաներ։ Հրավեր կանանց իրավունքների ազգային համաժողովին։ Անահիտը բացեց նամակը։ Դա կանանց հարցերի նախարարությունից հրավեր էր, որպեսզի նա լինի Երանում կայանալիք համաժողովի գլխավոր բանախոսներից մեկը, որը կհամախմբեր ներկայացուցիչների ամբողջ երկրից։ Թեման հենց ընտանեկան բռնության դեմ պայքարն ու կանանց հզորացումն էր։ Նա 2 անգամ կարդաց հրավերը։ 2 տարի առաջ կմերժեր։ Կկարծեր, որ որակավորված չէ, որ արժանի չէ այդքան կարոր բեմում լինելու։ Բայց հիմա, այն ամենից հետո, ինչ ապրել էր, այն ամենից հետո, ինչ կառուցել էր, Անահիտը գիտեր, որ ունի ոչ միայն իրավունք, այլ պարտականություն ընդունելու։ Իր ձայնը կարոր էր։ Իր պատմությունը կարոր էր։ Արագ գրեց։
Ընդունում եմ հրավերը։ Պատիվ կլինի ներկայացնել վերսկիզբ հիմնադրամը բոլոր այն կանանց, որոնց մենք սպասարկում ենք։ Մինչդեռ քաղաքի մյուս կողմում Երանի քրեական դատարանի դահլիճում Դավիթը դիմակայում էր իր դատավարության վերջին օրվան։ Նա տեսանելիորեն նիհարել էր դեմքը նշանավորված 2 տարվա հետաքննությունների, ցուցմունքների իրավական մարտերի լարվածությամբ։ Նրա կողքին 5 փաստաբաններից բաղկացած թիմը փաստաթղթեր էր դասավորում, փորձելով բացեր գտնել մի մեղադրանքի մեջ, որը գնալով ավելի ամուր էր թվում։ Դատավորը ջերմակ մազերով խիստ արտահայտությամբ մի մարդ ուշադրությամբ ուսումնասիրում էր գործի նյութերը։ Մեղադրող կողմն արդեն ներկայացրել էր բոլոր ապացույցները։ Գերագնահատման փաստաթղթեր, վարկաբեկող էլեկտրոնային նամակներ, նախկին աշխատակիցների ցուցմունքներ, կաշառքների աղյուսակներ։ Լիլիթը ցուցմունք էր տվել համագործակցության դիմաց անձեռնխելիություն ստանալով։ Աուդիտորները հաստատել էին 50 միլիոն դրամի չափով յուրացումներ։ Աշխատավորների ընտանիքները, որոնք կորցրել էին աշխատանքը, երբ ընկերուտ յունը սնանկացավ, նույնպես վկայել էին։ Դավիթը փորձել էր պաշտպանվել, պնդելով, որ վստահել է անբարեխիղճ ենթականերին, որ տեղյակ չի եղել բոլոր գործողություններից, որ դիվերսիայի զոհ է դարձել։ Բայց ապացույցներն անհերքելի էին։ Նրա ստորագրությունը խարդախ պայմանագրերի վրա էր։ Նրա անձնական հաշիվները կասկածելի փոխանցումներ էին ստացել։ Նա, անկասկած, պատասխանատուն էր։ Դատավորը մուրճով հարվածեց. Դավիթ Պետրոսյան, դուք մեղավոր եք ճանաչվել կոռուպցիայի խարդախության, փողերի լվացման հանցավոր կազմակերպություն ստեղծելու հանցագործությունների մեջ։ Ես ձեզ դատապարտում եմ 12 տարվա ազատազրկման, խիստ ռեժիմի կալանավայրում, բացի այդ 20 միլիոն դրամի չափով տուգանքի անօրինական ճանապարհով ձեռք բերված ողջ գույքի բռնագրավման։ Դավիթը փակեց աչքերը։ Նրա փաստաբանները հայտարարեցին, որ կբողոքարկեն, բայց բոլորը գիտեին, որ դատավճիռը դժվար թե փոխվի։ Ստի վրա կառուցված կայսրությունը լիովին փլուզվել էր։ Մինչ նրան դուրս էին ուղեկցում դատարանից, Դավիթը հեռվում տեսավ ցուցարարների կողմից պահված մի պաստառ։ Դա Անահիտի Լ. ուսանկարն էր, Արենի հետ գրքին, ուղեկցված է արդարություն զոհերին, արտահայտությամբ։ Նա մի բան զգաց, որը երկար ժամանակ չէր զգացել։ Ամոթ։ Ոչ թե այն բանի համար, ինչ արել էր փողի կամ պայմանագրերի հետ, այլ այն բանի համար, ինչ արել էր Անահիտի հետ։ Այն ձի համար, թե ինչպես էր նրան վերաբերվել, անտեսել, նվաստացրել։ Նա շատ ավելիին էր արժանի։ Եվ նա ամեն ինչ դեն էր նետել։ Վերադառնալով հիմնադրամ, Անահիտն ընդունում էր նորեկների մի խումբ։ Նրանք 7 կին էին, տարիքները տատանվում էին 22-ից մինչ 58։ Յուրաքանչյուրն իր ցավի, բայց նա քաջության պատմությունն էր բերել։ Անահիտը նրանց հավաքեց ընդհանուր սենյակում, նստելով նրանց միջ մեծ շրջանով։ Ես գիտեմ, որ վախեցած եք, սկսեց Անահիտը։ Գիտեմ, որ վախը դեռ սեղմում է կուրծքը։ Որ կան գիշերներ, երբ թվում է, թե անհնար է առաջ շարժվել։ Ես անցել եմ դրա միջով։ Այս ամենը զգացել եմ։ Բայց ես այստեղ եմ ասելու, որ դա հնարավոր է։ Հնարավոր է վերսկսել, վերակառուցել, վերացնվել։ Կանանցից մեկը, Նարե անունով, ընդամենը 23 տարեկան, ամաչկոտ բարձրացրեց ձեռքը։ Անահիտ, ես ձեր տեսանյութը տասնյակ անգամ եմ դիտել։ Դա էր, որ ինձ քաջություն տվեց հեռանալու։ Բայց հիմա ես այստեղ եմ, չգիտեմ, որտեղից սկսել։ Անահիտը հասկացողությամբ ժպտաց։ Դու սկսում ես հենց այնտեղից, որտեղ կանգնած ես։ Օր առ օր։ Փոքր հաղթանակ առ հաղթանակ։ Դա կարող է լինել աշխատանք գտնելը։ Կարող է լինել նոր հմտություն սովորելը։ Կարող է լինել պարզապես առավոտյան արթնանալը չվերադառնալու ընտրությունը։ Յուրաքանչյուր քայլը հաշվի է առնվում։ Մեկ այլ կին, Շուշանը, ավելի մեծ, տասնամյակների տառապանքից հոգնած աչքերով հարցրեց. Դուք կարողացաք ներել։ Կարողացաք առաջ շարժվել առանց դառնության։ Անահիտը մտածեց պատասխանելուց առաջ։ Ներելը չի նշանակում մոռանալ կամ ընդունել այն, ինչ արել են քեզ հետ։ Ներելը զայրույթի բեռից ազատվելն է, որպեսզի կարողանաս ավելի թեթ առաջ շարժվել։ Ես դեռ այդ գործընթացում եմ։ Կան օրեր, որ ստացվում է։ Կան օրեր, որ դեռ ցավում է։ Բայց ես սովորեցի, որ ավելիին էի արժանի։ Եվ այդ վստահությունն ինձ պահում է։
Կանայք ուշադիր լսում էին, ոմանք լացում էին, մյուսները գլխով էին անում, բոլորը միացած ընդհանուր ցավով աճող հույսով։ Զրույցից հետո Անահիտը գնաց Արենին բերելու այգուց։ Նա այլ երեխաների հետ խաղում էր ավազատուփում, բարձր ծիծաղում, շապիկը կեղտոտված հողով։ Նունեն նստած էր մոտակա նստարանին, հսկելով։ Նա երջանիկ է, այնպես չէ, ասաց Նունեն, երբ Անահիտը մոտեցավ։ Այո։ Եվ կշարունակի լինել։ Որովհետ կմեծանա, իմանալով, որ սիրված է, որ գնահատված է, որ իր մայրն ուժեղ է։ Նունեն բռնեց դստեր ձեռքը։ Ես այնքան հպարտ եմ քեզանով, Անահիտ։ Նրանով, ինչ դու դարձար։ Նրանով, ինչ կառուցեցիր։ Անահիտը գլուխը դրեց մոր ուսին։ Ես չէի կարողանա առանց ձեզ։ Առանց քեզ, հորս։ Դուք ինձ հիշեցրիք, թե ով էի ես, երբ ես ինքս մոռացել էի։ Արմենը հասավ րոպեներ անց, ուղիղ գործնական հանդիպումից։ Նա գրկեց դստերն ու թոռանը, ընտանիքը հավաքված այն այգում, որը շատ ավելին էր խորհրդանշում, քան պարզապես կանաչ տարածք։ Այն խորհրդանշում էր վերացնունդ։ Այսօր մի լուր ստացա, ասաց Արմենը։ Դավթին դատապարտել են։ 12 տարի։ Անահիտը ուրախություն չզգաց։ Տխրություն էլ չզգաց։ Պարզապես հեռավոր թեթացում, ինչպես երբ փակում ես գրքի ցավոտ գլուխը։ Դա այն է, ինչին նա արժանի էր։ Ոչ թե ինձ համար, այլ բոլոր այն մարդկանց համար, որոնց նա վնասել է։ Արմենը համաձայնեց։ Եվ մեկ այլ լուր կա։ Պետրոսյան շինը պաշտոնապես լուծարվել է։ Ակտիվները կվաճառվեն աճուրդով, աշխատանքային պարտքերն ու տուգանքները վճարելու համար։ Բայց ես կարողացա մի բան բանակցել։ Անահիտը հետաքրքրությամբ նայեց հորը։ Հողատարածքը, որտեղ պետք է կառուցվեր այն արտրի կենտրոնը, որը ընկերությունը լքել էր։ Հողատարածքը վաճառվում է շուկայականից ցածր գնով։ Մտածեցի, որ կարող ենք այն գնել հիմնադրամի համար։ Կառուցել մշտական գրասենյակ։ Ավելի մեծ։ Ավելի շատ սպասարկման հնարավորությամբ։ Անահիտը լայն բացեց աչքերը։ Հայրիկ, սա անհավանական է։ Բայց դա շատ գումար է։ Արմենը ժպտաց։ Արդեն խոսել եմ ներդրող գործընկերների հետ։ Մենք բավարար միջոցներ ունենք։ Եվ դա բանաստեղծական կլիներ, այնպես չէ՞։ Մի բան, որը ներկայացնում էր ագահություն շահագործում, վերածել հյուրընկալության սիրո վայրի։ Անահիտն ամուր գրկեց հորը։ Եկեք դա անենք։ Եկեք մի գեղեցիկ բան կառուցենք այդ վայրում։ Հաջորդ ամիսներին նախագիծը ձևավորվեց։ Ճարտարապետներ վարձվեցին։ Գծագրեր արվեցին։ Վերսկիզբ հիմնադրամի նոր գրասենյակը հնարավորություն կունենար միաժամանակ սպասարկել 500 կնոջ ննջասենյակներով, դասասենյակներով, թերապիայի տարածքներով, երեխաների համար մանկապարտեզով, ընդարձակ այգիով, գրադարանով, նույնիսկ փոքրիկ էկումենիկ մատուռով նրանց համար, ովքեր կցանկանային հոգոր խորհրդածության պահեր։ Բացումը նշանակվեց հիմնադրամի երկրորդ տարեդարձին, մի արարողությամբ, որը համախմբեց նվիր ատուների, կամավորների, իշխանությունների, ամենակարևորը, այն կանանց, ովքեր սպասարկվել էին այժմ վերադառնում էին որպես կենդանի վկաներ, որ փոխակերպումը հնարավոր է։ Անահիտը կուլիսներում էր, նյարդայնացած։ Նա կրելու էր պարզ էլեգանտ սպիտակ կոստյում։ Արենը, այժմ 2.5 տարեկան, կրում էր մուգ կապույտ կոստյում, հանգիստ չէր մնում։ Նունեն նրան շեղում էր նկարներով, մինչդեռ Արմենը վերանայում էր ելույթը, որը Անահիտը պետք է ունենար։ Պատրաստ ես, հարցրեց նա։ Անահիտը խորը շունչ քաշեց։ Այո։ Բայց դեռ նյարդայնանում եմ։ Այնքան շատ մարդ է լինելու։ Այո։ Եվ բոլորը այստեղ են, որովհետև հավատում են նրան, ինչ դու անում ես։ Դու հիանալի ելույթ կունենաս։ Երբ ժամանակը եկավ, Անահիտը բարձրացավ նոր շենքի այգում տեղադրված բեմ։ 300-ից ավելի մարդ էր ներկա։ Հեռուստատեսային տեսախցիկները ուղիղ եթեր էին հեռարձակում։ Նա նայեց հանդիսատեսին, տեսավ ծանոթ դեմքեր։ Նարեին, որն այժմ աշխատում էր որպես խոհարար հայտնի ռեստորանում։ Շուշանին, որը բացել էր փոքրիկ կարի արհեստանոց։ Լուսինեին, Գայանեին, Սաթենիկի։ Էմմային։ Եվ այնքան շատ այլ կանանց, որոնց կյանքերը փոխվել էին այնտեղ։
Անահիտը բռնեց խոսափողը, սկսեց խոսել. 2 տարի առաջ ես հատակին էի։ Հղի, մենակ, վախեցած։ Կարծում էի, որ կյանքս ավարտվել է։ Բայց սխալվում էի։ Կյանքս նոր էր սկսվում։ Որովհետև հենց ամենամեծ ցավի պահին ես սովորեցի ամենակարևոր բանը, որը կարող է սովորել մարդը։ Ես սովորեցի, որ ավելիին եմ արժանի։ Հանդիսատեսը լսում էր հարգալից լռությամբ։ Այս հիմնադրամը ծնվեց այդ վստահությունից։ Այն համոզմունքից, որ յուրաքանչյուր կին, անկախ նրանից, թե ինչի միջով է անցել, արժանի է արժանապատվության, հարգանքի, սիրո հնարավորությունների։ Եվ այսօր, բացելով այս նոր գրասենյակը, ես ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր դա հնարավոր դարձրին։ Նվիրատուներին, կամավորներին, քաջ կանանց, ովքեր անցան այստեղով, մեզ սովորեցրին ուժի դիմացկունության մասին։ Անահիտը նայեց Արենին, որը Նունեի գրկին էր առաջին շարքում։ Եվ ուզում եմ այս վայրը նվիրել իմ որդուն, Արենին։ Որպեսզի նա մեծանա մի աշխարհում, որտեղ հարգանքն ու հավասարությունը բաց առություններ չեն, այլ կանոններ։ Որպեսզի նա վաղ տարիքից սովորի գնահատել, պաշտպանել, պատվել իր կյանքի բոլոր կանանց։ Նա դադար տվեց, հուզված։ Ցավն ինձ փոխեց, բայց չսահմանեց։ Այս վայրն ապացույցն է, որ մենք կարող ենք մեր վերքերը վերածել բուժման։ Ոչ միայն մեզ համար, այլ բոլոր նրանց համար, ովքեր կգան մեզանից հետո։ Բարի գալուստ, վերսկիզբ, հիմնադրամ։ Սա մեր տունն է։ Սա մեր ապաստանն է։ Սա մեր վերսկիզբն է։ Հանդիսատեսը պայթեց ծափահարություններով։ Շատերը լացում էին։ Մյուսները ժպտում էին։ Բոլորը այդ պահին զգում էին, որ ավելի մեծ բանի մասն են կազմում։ Ելույթից հետո Անահիտն իջավ բեմից, գրկախառնվեց տասնյակ մարդկանց հետ։ Նվիրատուները շնորհակալություն էին հայտնում ներդրում կատարելու հնարավորության համար։ Սպասարկված կանայք կիսվում էին իրենց վերջին հաղթանակներով։ Լրագրողները հայտարարություններ էին խնդրում։ Բայց այս ամբողջ շարժման մեջ Անահիտը տեսավ հեռվում կանգնած մի կերպար։ Դա Լիլիթն էր։ Նա հասարակ հագուստով էր, մազերն արձակ, առանց նախկին նրբագեղության։ Ավելի փոքր, ավելի մարդկային էր թվում։ Նրա աչքերը հանդիպեցին Անահիտի աչքերին, նա ամաչկոտ գլխով արեց։ Անահիտը քայլեց դեպի նա։ Դու եկար։ Լիլիթը գլխով արեց։ Ես չգիտեի, արդյոք պետք է։ Բայց ուզում էի տեսնել։ Ուզում էի տեսնել, թե դու ինչ ես կառուցել։ Անահիտը մի պահ նրան դիտեց։ Ինչպե՞ս ես։ Գոյատում եմ։ Հիմա ֆրիլանսեր եմ աշխատում։ Վարչական խորհրդատվություն փոքր ընկերությունների համար։ Վճարում եմ իմ պարտքերը, բառացի փոխաբերական իմաստով։ Եվ շաբաթական 3 անգամ թերապիայի եմ գնում։ Անահիտը թեթակի ժպտաց։ Դա լավ է։ Կարևոր է։ Լիլիթը նայեց հիմնադրամի շենքին։ Այն, ինչ դու արել ես այստեղ, անհավանական է, Անահիտ։ Այդքան ցավը հույսի վերածել։ Դու շատ ավելի լավ մարդ ես, քան ես երբեք կլինեմ։ Անահիտը գլուխը թափ տվեց։ Դու կարող ես ավելի լավը լինել, Լիլիթ։ Կարող ես ընտրել լինել։ Ամեն օր վերսկսելու հնարավորությունը։ Ես դա սովորեցի ամենադժվար ճանապարհով։ Լիլիթի աչքերում արցունքներ կային։ Կարող ես ինձ ներել։ Անահիտը երկար մտածեց։ Ես աշխատում եմ դրա վրա։ Դեռ լիովին չեմ հասել այդտեղ։ Բայց փորձում եմ։ Որովհետ Զայրո։ Ուիթ գրելը ինձ ավելի շատ է վնասում, քան քեզ։ Այնպես որ, ես ընտրում եմ ազատվել դրանից։ Լիլիթը գլխով արեց, երախտապարտ։ Շնորհակալություն։ Ամեն ինչի համար։ Օրինակ լինելու համար, որ հնարավոր է ավելի լավը լինել։ Եվ հետո նա հեռացավ, անհետանալով ամբոխի մեջ։ Նունեն մոտեցավ Արենի հետ։ Ո՞վ էր այդ աղջիկը։ Անահիտը որդուն գրկեց։ Մեկը, ով նույնպես փորձում է վերսկսել, մամ։ Պարզապես դա։ Այդ գիշեր, երբ բոլորը գնացել էին, Անահիտը մենակ քայլում էր նոր հիմնադրամի դատարկ միջանցքներով։ Լույսերը դեռ վառ էին, լուսավորելով տարածքները, որոնք շուտով լի կլինեին վերակառուցվող կյանքերով։ Նա կանգնեց մի պատի առջ, որտեղ կախված էին մանկապարտեզ հաճախող երեխաների նկարները։
Երջանիկ ընտանիքներ, դեղին առներ, գունավոր տներ։ Հույսի խորհրդանիշներ։ Անահիտը ձեռքը դրեց սրտին լուր խոստում տվեց։ Կշարունակեր պայքարել։ Կշարունակեր ընդունել։ Կշարունակեր ձայն լինել նրանց համար, ովքեր ձայն չունեին։ Որովհետև նա բոլորից լավ գիտեր, թե ինչ է նշանակում լինել հատակին։ Եվ գիտեր նա, թե ինչ է նշանակում գտնել ուժ բարձրանալու համար։ Երբ վերջապես դուրս եկավ շենքից, գտավ Արմենին Նունեին, որոնք սպասում էին մեքենայում, Արենն արդեն քնած մանկական նստատեղին։ Գնանք տուն, աղջիկս, ասաց Նունեն։ Անահիտը ժպտաց։ Գնացինք։ Եվ մինչ մեքենան կտրում էր Երանի լուսավոր փողոցները, Անահիտը նայեց պատուհանից դուրս։ Քաղաքը բաբախում էր, կենդանի, լի պատմություններով։ Եվ իրենը պարզապես մեկն էր միլիոններից։ Բայց դա հաղթահարման պատմություն էր։ Քաջության վերսկզբի։ Նա նայեց հանգիստ քնած Արենին, երկար թարթիչները փափուկ ստվերներ էին գցում դեմքին։ Եվ ցածրաձայն շշնջաց, ինչպես մի խոստում, որն արդեն կատարվում էր։ Դու երբեք չես իմանա այն վախը, որը ես ճանաչեցի որդիս։ Միայն այն ուժը, որը եկավ հետո։ Միայն այն սերը, որը ես կառուցեցի։ Միայն այն քաջությունը, որը ես հայտնաբերեցի իմ ներսում։ Եվ երբ մեծանաս, կիմանաս, որ մայրդ կատարյալ չի եղել։ Բայց ուժեղ է եղել։ Ճշմարիտ է եղել։ Եվ երբեք չի ընդունել ավելի քիչ, քան արժանի էր։ Մեքենան շարունակեց իր ճանապարհը երանյան գիշերվա մեջ։ Եվ նրա մեջ մի ընտանիք։ Ոչ այն ընտանիքը, որի մասին Անահիտը երազել էր երիտասարդ տարիքում, այլ այն ընտանիքը, որը կյանքը նրան տվել էր։ Անկատար, բայց իրական։ Վիրավոր, բայց բուժված։ Եվ ամենից վեր, սիրով լի։ 3 ամիս անց Անահիտը երանում էր կանանց իրավունքների ազգային համաժողովի բեմում։ Հանդիսատեսը բաղկացած էր ավելի քան 1000 մարդուց, ակտիվիստներ, քաղաքական գործիչներ, գիտնականներ, բռնությունից փրկվածներ։ Նա կրում էր բաց վարդագույն կոստյում, մազերն արձակ, կեցվածքը վստահ։ Իմ անունն Անահիտ Մանուկյան է։ Եվ սա իմ պատմությունն է։ 40 րոպեի ընթացքում նա պատմեց իր ճանապարհորդությունը։ Ամանորյա գալա երեկույթը։ Հանրային նվաստացումը։ Հիվանդանոցը։ Վիրուսային դարձած տեսանյութը։ Հիմնադրամի ստեղծումը։ Վերացնունդը։ Մանրամասներ չխնայեց։ Ցավը չթաքցրեց։ Բայց նա իրեն զոհ չներկայացրեց։ Խոսեց որպես փրկված, որպես մարտիկ, որպես կին, որն ընտրել էր վեր կենալ։ Երբ ավարտեց, հանդիսատեսը ոտքի կանգնեց մի օվացիայով, որը տեց 5 րոպե։ Կանայք լացում էին։ Տղամարդիկ ծափահարում էին։ Եվ Անահիտը այնտեղ այդ բեմում զգաց, որ կատարել է իր առաքելությունը։ Նա ցավը վերածել էր նպատակի։ Վերքը բուժման։ Լռությունը ձայնի։ Ելույթից հետո տասնյակ կանայք մոտեցան նրան։ Ուզում էին պատմել իրենց պատմությունները, խորհուրդ հարցնել, շնորհակալություն հայտնել խոսելու քաջություն ունենալու համար։ Անահիտը լսեց յուրաքանչյուրին ուշադրությամբ, գրկեց, խորհուրդ տվեց, քաջալերեց։ Մի կին հատկապես գրավեց նրա ուշադրությունը։ Նա երիտասարդ էր, հղի, վախեցած, բայց վճռական աչքերով։ Իմ անունը Սոնա է։ Ես նման իրավիճակում եմ, ինչպիսին դուք եք ապրել։ Եվ ես այստեղ եմ եկել, որովհետև պետք է իմանամ, կարող եմ դուրս գալ։ Կարող եմ ձեզ պես ուժեղ լինել։ Անահիտը բռնեց Սոնայի ձեռքերը։ Դու արդեն ուժեղ ես, Սոնա։ Այն փաստը, որ դու այստեղ ես, օգնություն փնտրելով, արդեն դա ապացուցում է։ Եվ այո, դու կարող ես։ Հեշտ չի լինի։ Ցավոտ կլինի։ Բայց դա արժե դրան։ Որովհետև դու այս երեխան ավելիին եք արժանի։ Միշտ արժանի եք եղել։ Սոնան լաց եղավ Անահիտի գրկում։ Եվ այդ գրկախառնության մեջ 2 պատմություն հանդիպեցին։ Փրկված կնոջ այն կնոջ, որը պատրաստվում էր սկսել իր փրկության ճանապարհորդությունը։ Երադառնալով Երան, կյանքը շարունակվում էր։ Վերսկիզբ, հիմնադրամն ընդլայնվում էր։ Նոր համագործակցություններ էին կնքվում։ Վերապատրաստման ծրագրեր էին ստեղծվում։
Եվ ամեն օր ավելի շատ կանայք այնտեղ գտնում էին իրենց անհրաժեշտ ապաստանը։ Արենը մեծանում էր առողջ հետաքրքրասեր։ Դժվար հարցեր էր տալիս, ինչպես բոլոր երեխաները։ Հայրիկը կգա՞։ Որտեղ է նա։ Անահիտը պատասխանում էր նրա տարիքին հարմարեցված ազնվությամբ։ Հայրիկը վատ ընտրություններ է արել, սերս։ Եվ հիմա դիմակայում է հետանքներին։ Բայց դու ունես պապիկ, ունես տատիկ, ունես մայրիկ։ Եվ ունես շատ սեր։ Ավելի շատ սեր, քան կարող ես պատկերացնել։ Արենը կարծես գոհ էր պատասխանից։ Վերադառնում էր խաղալուն, վազելուն, երեխա լինելուն։ Կիրակի օրը Անահիտը Արենին տարավ տատիկ պապիկի տուն։ Նունեն տոլմա էր պատրաստել, ընտանիքի սիրելի ուտեստը։ Սեղանը գցված էր, լի գունավոր ամաններով, թթվով, կանաչիով։ Արմենը զվարճալի պատմություններ էր պատմում, որոնք Արենին բարձր ծիծաղեցնում էին։ Անահիտը նայեց այդ սեղանի շուրջը։ Ծնողներին, որոնք երբեք իրեն չէին լքել։ Որդուն, որն ամեն ինչի պատճառն էր։ Կյանքին, որը կառուցել էր ցավոտ անցյալի ավերակներից։ Եվ այն գալա երեկոյից 2 տարի անց առաջին անգամ Անահիտը մի բան զգաց, որը կարծում էր, թե այլս երբեք չի զգա։ Խաղաղություն։ Իրական, խորը, անսասան խաղաղություն։ Նա գոյատել էր։ Վերածնվել էր։ Ցավը վերածել էր նպատակի, վախը քաջության, լռությունը ձայնի։ Եվ հիմա նստած այդ սեղանի շուրջ, սիրով շրջապատված, Անահիտը վերջապես կարող էր բացարձակ վստահությամբ ասել. Ես արժանի եմ սրան։ Ես միշտ արժանի եմ եղել։